Trading-ը այսօրվա դրությամբ իմ հիմնական եկամուտի աղբյուրն է։ Ինչպես է սկսվել քո ճանապարհը։ Դու երբեք չգիտես քո երկու շաբթին բացվելու է փամփով թե դամփով։ Երբ որ դու տենց որ դու եկամուտ ես անում, քեզ թվում է թե որ դու ամեն ինչ գիտես։ Ինչքան ինքը դեռ կշարունակի աճել։ Անցած ամիս օրինակ $3-ից աճել էր $52 20 րոպեում։ Ինքը ամեն դեպքում երկար խաղ է։ Եթե դու իրան վերաբերվում ես որպես խաղի, դա դառնում է քո համար ռուլետկա։ Ինձև երբ որ դու կարմիրի տակ մտնում ես խաչմերուկ, դա այդ նույն ռուլետկան է։ Սա հասանելի է յուրաքանչյուրին։ Պետքա ցանկություն, պետքա կամք ու պետքա թիմ։ Հիմա ինչ ասեմ, տարնակա թվալու։ Դա ամենաառաջի քայլն է թրեյդինգում հաջողություն ունենալու համար։ Կյանքում քիչ է լինում տենց հնարավորություն, բայց այդ հնարավորությունների հաշվին ես դու մեծացնում կապիտալները։ Ճիշտ անելը դա բարդ է։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How to Be podcast-ը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Մեր podcast-ում մենք միշտ խոսել ենք արժեթղթերի շուկայի մասին, որպես հնարավորություն յուրաքանչյուրի համար կատարելու երկարաժամկետ ներդրումներ եւ ավելացնելու խնայողություններն ու կարողությունը։ Բայց այսօր անդրադառնալու ենք արժեթղթերի շուկային մեկ այլ կողմից, որտեղ գործում են պրոֆեսիոնալները։ Մեր այսօրվա թեման թրեյդինգն է։ Ինչով է այն տարբերվում, ինչ առանձնահատկություններ ունի, ինչ գիտելիքներ ու հմտություններ պետք է ունենալ կամ զարգացնել թրեյդինգի միջոցով մեծ գումարներ աշխատելու համար։ Այսօրվա իմ հյուրն է Հայկ Գասպարյանցը, ով 14 տարի զբաղվել է թրեյդինգով եւ կկիսվի ոլորտի բոլոր նրբություններից։ Գնացինք։ Հայկ ջան, բարի գալուստ Fincast։ Բարև ձեզ։ Նախ դու մեր առաջին հյուրն ես, ով զբաղվում է հենց թրեյդինգով։ Մենք մինչև այսպես ավելի երկարաժամկետ այն ներդրումների մասին ենք խոսել, որը ցանկացած մարդ կարող է ուղղակի անել։ Ինչպես է սկսվել քո ճանապարհը թրեյդինգի բնագավառում։ Ինձ թվում է սկսվել է այնց ոնց որ 90% մարդիկով մտնում է շուկա, սկսվել է Forex-ով։ Կար ժամանակ, որ չգիտեմ ամեն մեկը կախված նրանից թե ով որ թվականի ծնունդ է կհիշի, որ մետրոյում կային գովազդներ, այդ վաղ Forex club-ներ, որ դուրը բացվում էր, դե Forex club-ի գովազդ կար ու տենց գրած էր մենք կսորացնենք քեզ վաստակել գումար, թրեյդարա բորսայում եւ այլն։ Ու բնականաբար շատ էր այդ ժամանակ հետաքրքրվում էին, շեմը շատ փոքր էր, տենց $20-50 կարա էր մտներ ինչ-որ մի բան սկսեիր, սկիզբը եղել է դա։ Եվ հետո ոնց ինքը զարգացավ, որովհետև շատերն են սկսել ու այդ կետում էլ չեմ կարա գլուխ գովան, որ ինքը շարունակվել էր լավ, կակ մինիմում մոտակա այդ տարիները, որովհետև ոնց հետո պարզ դարավ, Forex-ը դա այդքան էլ կապ չուներ բորսայի հետ։ Դա ավելի տենց սիրուն ուպակով կարած կազինո էր, կամ դու վերջում գիտակցում էիր ու չէիր հանձնվում այդ հարցին պատասխանում էր բավորն է իրական շուկան ու գտնում էիր դա, կամ ասում էիր, չէ, այստեղ ինձ անելու բան չկա։ Ես ընտրեցի առաջի տարբերակը գտնել, որն է իրականությունը։ Եվ ոնց գտար։ Ոնց գտա, շատ մոտիկ էր գումարով հասանելի ռուսական բորսան։ Այդ ժամանակ գոյություն էր մի բրոկեր, որը որ հիմա փակվել է, Ցերիխը, ու ինքը շատ լավ պայմաններ էր տրամադրում բորսա մուտք գործելու ու երևի իմ առաջի թրեյդը եղել էր Sberbank ձեռք բերելը, Sberbank-ի բաժնետոմսերը։ Ու երբ որ դու տեսար օրինակի համար, որ կա ստական, կան գնորդներ, կան վաճառողներ, իրանց հայտարարությունները դու դա տենում ես order book-ը, դու հասկանում ես, որ գնով իրականում քանի մարդ ինչա ուզում առնի կամ վաճառի, ու հետո դա համեմատում էր նրա հետ ինչ որ դու տենում ես Forex-ային տերմինալում, դու հասկանում ես, որ իրանք իրար հետ կապ չունեն։ Դրանից հետո ուրիշ բանի էր ուշադրություն դարձնում, այդ շատ տարածված մանավանդ գովազդներում ա գրած у нас узкий spread-ի։ Չի կարա բրոկերը որոշի սպրեդը լայնն է, թե սպրեդը նեղ է։ Սպրեդը դա լավագույն առաջարկի ու լավագույն պահանջարկի հեռավորությունն է։ Օրինակ լավագույն բիդը 100 է, լավագույն ասքը 101 է, քո սպրեդը 1 է։ Հիմա դա կախված է շուկայից։ Ու երբ որ բրոկերը ասում է, որ մեր սպրեդերը նեղ է,
դա չի կարող բրոկերը ապահովի։ Եթե դա բրոկերն է ապահովում, դա նշանակում է, որ ուրեմն շուկայի կանոնները չեն տեղ գործում։ Regulated ինչ-որ բան։ Հա, իսկ այդտեղ արդեն բազմաթիվ այլ հարցեր էր սկսում առաջանալ։ Մի խոսքով, ռուսական բորսայում առաջի տրեյդեր անելուց հետո էլ երբեք չեմ մտածել նրա մասին, որ պետքա Forex-ում գոնե մի հատ գործար կամ գոնե $1 ծախսվի։ Այս ակնհայտ տարբերություններ։ Եվ երբ հասավ այն կետը, երբ որ դա դարձավ այսպես կարևոր, չգիտեմ, գործ կամ հոբի, ինչ է օրինակ հիմա տրեյդինգը քո։ Տրեյդինգը այսօրվա դրությամբ իմ հիմնական եկամուտի աղբյուրն է, ու դա երկար տարիներ է։ Ես կասեի, որ արդեն մենակ ինքն է որպես հիմնական եկամուտի աղբյուր, դա հեսա արդեն կլինի երևի 10 տարի։ Դրանից առաջ ինքը բավականին ինչ որ մի ծավալ իմ եկամուտների մեջ ապահովում էր, բայց դա իմ հիմնական բիզնեսը չէր, իմ հիմնական բիզնեսը այդ ժամանակ երաժշտությունն էր։ Այս պահի դրությամբ երաժշտական production-ը իմ հոբին է, չնայած ինքը շատ բարձր եկամտաբեր է, վարձատրվող է եւ այլն, դուք կիմանաք օրինակ իմ պրոյեկտներից մեկը դա Project LA-ն է։ Հա, ես Project LA-ի մասնակից եմ, որը որ ամենասկզբից եղել է գործիքավորող, sound engineer, mix mastering եւ այլն։ Մեր լսարանը միանշանակ հիմա կարա փաստի, որ Project LA հաջողված պրոյեկտ է, բայց Project LA դա հոբի է, դա չի արվում եկամուտ ստանալու համար, դա արվում է որպես մշակույթ, որը որ մնայուն է, որպես արժեք, որպես արժե համակարգ։ Իսկ հիմնական եկամուտի աղբյուրը դա տրեյդինգն է։ Օրինակ ինչ է լինում, որ դու հասկանում ես, որ արդեն դա է հիմնական եկամուտի աղբյուրը։ Ամենաառաջինը այդ մենակ երևի թվերով չէ, չէ՞, տեսնում ինչ-որ երբ որ դու գիտակցում ես, որ յուրաքանչյուր այլ մասնագիտության մեջ դու ունես եկամուտի պատալոգ ռուսերեն ասված։ Սահմանափակ։ Դու չես կարող ավել աճես ինչ ուզում անես, օրինակ եմ բերում, կա միգին, նույն շուկայի օրենքով, հա, կա պահանջարկ կամ կա առաջարկ։ Ենթադրենք, դու ուզում ես վաճառել ամիսը 100 հատ մեքենա $300,000 արժողությամբ, կարաս մեր երկրում։ Չես կարող, որովհետև մենք չունենք այդքան մեծ շուկա, ով ի վիճակի այդքան վճարի։ Հետևաբար կա ինչ-որ մի պատալոգ։ Հիմա երաժշտության մեջ լինելով ամենաթանկ գործիքավորողներից մեկը, ամենաթանկ պրոդյուսերներից մեկը, դու մի երգի վրա ծախսում ես X ժամանակ, այսինքն ամսվա կտրվածքով դու Y քանակի երգից ավել չես կարող քեզ թույլ տալ անել։ Հետևաբար քո եկամուտը սահմանափակ է։ Տրեյդինգում նման բան չկա։ Նույնը դու IT-շնիկ ես, դու, չգիտեմ, ժամում գրում ես այսքան տող կոդ։ Ամսվա մեջ ունես այսքան աշխատանքային ժամ, կարաս մաքսիմում աշխատես ինչ-որ X քանակի գումար։ Տրեյդինգում նման սահմանափակում չկա, ամեն ինչ կախված է այն ռիսկից, որը որ դու պատրաստ ես քեզ վրա վեկալելու։ Ու այդ ժամանակ, երբ որ ես հասկացա, որ տրեյդինգի եկամուտը հավասար է այս պահին մյուզիկից եկած եկամուտին կամ այլ ներդրումներից եկած եկամուտին, արդեն դու որոշում ես կայացնում, թե որ ուղղությունը դու պետք է ավելի շատ զարգացնես։ Մյուզիկը զարգացնես, այդտեղ եկամտաբերությունը չի ավելանալու, տրեյդինգը զարգացնես, ավելի շատ կապիտալ իր մեջ դնես, ավելի շատ ժամանակ ու ռեսուրս իր մեջ դնես, ինքը քեզ բերելու է ավելի շատ կապիտալ։ Դա է։ Խնդրեմ կսահմանես տրեյդինգը ո՞րն է կոնկրետ։ Ինչն է համարվում տրեյդինգ։ Եթե այսպես բացատրես ամենասկսնակին, էլի։ Նմանատիպ գործողություններ կան, որոնք որ շատերը կարան կոչեն տրեյդինգ, բայց դա տրեյդինգը չի։ Օրինակ, ես ինչ-որ մի արժեթուղթ գնեցի, նախ սահմանենք արժեթուղթը ինչ է, շատ հայերեն, հայավարի հեշտ լեզվով ասած, ինչ-որ մի կազմակերպության մեջ գնում ես բաժնեմաս։ Դու դառնում ես օֆիցիալ այդ կազմակերպության փայատերը։ Ենթադրենք Երևան City-ն է, գնում ես ինչ-որ Երևան City-ից մի հատված ու Երևան City-ն ինչքան եկամուտ անում, դրանից հետո այդ եկամուտի ինչ-որ մի հատված քո բաժնեմասին համապատասխան չափով քոնն է։
Նույնն է, երբ որ դու առնում իրական տրեյդինգում, հա, երբ որ դու առնում ես բաժնեմաս, ոչ թե առնում ես forex-ային պլաշատկայում ինչ-որ CFD կամ ինչ-որ futures-ներ եւ այլն, հա, որոնք որ եւս կարանք դրա մասին շատ խոսանք, իրականության հետ կապ չունեն, մանավանդ կրիպտոշուկայում, բայց դու դառնում ես բաժնետեր։ Հիմա կա երկու տարբերակ։ Դու գնեցիր ու չես պատրաստվում իրան վաճառել, դու ուզում ես երկար ժամանակ մնաս մասնակիցը այդ կազմակերպության, ու երկրորդ տարբերակ, երբ որ մենք անում ենք intraday գործարքներ, այսինքն այսօր քեշեինք առավոտը մտան գործարքի մեջ ունեցանք ինչ-որ բաժնեմաս ու օրվա ընթացքում դուրս են գալի, հետ ենք վերադառնում քեշի։ Ինչա դա մեզ տալի։ Նախ քնում ենք առանց ռիսկերի, գիտես որ քնես արթնանաս, մանավանդ այսօրվա իրականությամբ երբ Տրամպը օրը մեջ ինչ-որ մի տրամադրությամբ որոշում է կայացնում, դու երբեք չգիտես քո երկու շաբթին բացվելու է փամփով թե դամփով։ Այդ կարևոր է։ Դա է։ То есть բաժնեմաս գնելը, հետո վաճառելը, դա արքու վաճառք, որը որ անգլերեն trade։ Դա է։ Կա ինվեստիցիա, դա երկարաժամկետներ ու կա trade, որը որ իմ ասածն է, բայց մարդիկ դա էլ են բաժանում օրինակի համար, ասում են scalping-ով եք զբաղվում կամ չգիտեմ ինչ եք անում։ Scalping-ը դա մեթոդ է գործարքի մեջ մտնելու ու գործարքից դուրս գալու, scalp, այսինքն շատ փոքր հատված է վեկալում։ Ինդիայցիներից եկած այդ scalp հասկացողությունն է, հա, բարակ շերտը հանելու։ Բայց դու կարաս սկալպինգի մեթոդով, այսինքն լենտաստական օգտագործելով մտնես, բայց փոքր հատված չվեկալես մեծ հատված շարժումից։ Հիմա դա համարես սկալպինգ թե չհամարես, չկա նման սահմանում, որը որ հստակ է դա բացահայտում։ Դրա համար մենք այդ ամենը կոչում ենք intraday trading կամ day trader։ Բայց կա նաև ուրիշ տարբերակներ, չէ՞, երբ որ նույն օրը չես վաճառում մի փոքր։ Կա swing trade, այո, երբ որ օրինակ մեր գործարքներից մեկը, որը որ երեք փակեցինք, բացվել էր 2 օր առաջ, 3 օր առաջ։ Բացվել էր ու մենք պլան չունեինք 3 իրան փակելու, բայց մենք 3 փակեցինք մի շարք գործարքները, որովհետև իրանք ունեցել էին հսկայական աճ, մի օրվա մեջ 16-17%, բայց при этом չկային համապատասխան դրա համար կատալիզատորները, այսինքն զուտ մի հատ Nvidia-ի ղեկավարությունը ядерной էներգետիկայի վերաբերյալ արտահայտություն արեց, որ դա ապագա է, սա ядерной էներգետիկան միանգամից շատ ակտիվ բարձրացավ։ Մենք գիտեինք, որ դա պետք է բարձրանա, մենք իրան գնել էինք մի քանի օր առաջ, բայց այդքան կարճ ժամանակում չէ։ Իսկ ինքը կարճ ժամանակում աճեց, օրինակի համար օկոլոն $100 մոտավոր, հա, աճեց $116։ Դա 16% աճ էր, ու պրիտոմ չկար դրա համար հստակ նորություն, то есть ինքը չի ասել լավ աճոտ եմ հանձնել կամ մենք արդեն քանի որ ինքը ստարտափ է ունենք ինչ որ MVP, որը որ շատ լավ իրան ցույց է տալիս, հա, Zarika Mindavallasiga եւ այլն։ Ու չկար համապատասխան աբյոմներ, ծավալներ գործարքի մեջ մասնակցելու, այսինքն դու նայում ես թուղթը աճել է 16%, բայց դրա տակ ծավալներ չկա, կատալիզատոր չկա, ոչ մի բան չկա։ Հետևաբար ինքը պետքա շուտով ընկնի։ Մենք այդ քանի ինքը վերևի վրա է հասկանալով, դա փակեցինք այդ գործարքները ու այսօր առավոտ արթնանում նայում ենք ինչա կատարվում։ Ինքը 116-ից ընկել էր 102։ То есть ամեն ինչը բավականին հասկանալի է ու շատ տրամաբանական է իրական շուկայում։ Երբ որ շուկան իրական է, ոչ թե մանիպուլատիվ կամ ինչ-որ կազմակերպությունների կողմից նկարած։ Այդ նշանակում է նաև, որ կրիպտոյի մեջ չկաք, թե կաք։ Կրիպտոյի մեջ կամ, բայց ոչ թե տրեյդինգի առումով։ Կրիպտոն դիվերսիֆիկացիայի համար։ Չէ, կրիպտոն ինքը մեծ աղբյուր է գումար աշխատելու, ինքը շատ այնց լավ գործիք է գումար աշխատելու, բայց ոչ թե որպես տրեյդեր։ Իրականում տրեյդերները այդ ամեն ինչի մեջ ոնց որ իզնաչալնը պրոյեկտները ստեղծողների համար եկամուտի աղբյուր են, որովհետև մարդիկ այդ կրիպտոն ստեղծելու համար գումար են ծախսում, մարքեթինգի վրա շատ մեծ գումար են ծախսում ու հետո երբ որ ICO են անում, իրանք ուզում են որ լավ գնով մեջից դուրս գան, հա, ոնց որ angel կամ venture-ի ինվեստորները IPO-ի ժամանակ
թղթերից դուրս են գալի կամ ինչ-որ մի հատվածը cash են դարձնում։ Նույնը ստեղ է։ Թրեյդերների հաշվին են այդ իզնաչալնը ինվեստորները այս ամեն ինչից դուրս գալիս։ Ավելի շատ փողը տեղ աշխատում են մարքետոլոգները, այդ պրոյեկտի սեփականատերերը, ստարտանողները, ինֆլուենսերները, բայց ոչ թե հենց բուն թրեյդերները։ Չկա հիմնականում, то есть եթե նայենք երկար դիստանցիայով թրեյդեր, որ շատ տենց ակտիվ թրեյդեր է, ոչ թե պրոստը առել ու պահել է, այլ ակտիվ թրեյդեր է, որ երկարաժամկետ պերսպեկտիվայում մեծ պլյուսի մեջ է։ Լավ, հիմա թրեյդինգի մասով մի փոքր այսպես բնականաբար այս մի ոդկասթով մարդիկ չեն նայելու եւ դառնալու թրեյդեր, բայց հիմնական այսպես բազային հիմքերը փորձենք քննարկել, կան տարբեր մոտեցումներ, չէ՞, մարդիկ կան այսպես գրաֆիկների մեջ են խորանում, ինչ որ հասկանում են, դրանք կարողանում են կարդալ, մարդիկ կան նորությունների մեջ են խորանում, փորձում են հասկանալ, ձեր մոտ որ մոտեցումն է։ Տեսեք, մարդիկ կան, ովքեր միշտ նույն թուղթն են թրեյդանում, օրինակի համար, վեկալում են Տեսլան, քանի որ ինքը բավականին վոլատիլն է, ու ամեն աստծոր թրեյդ են անում Տեսլան։ Կա դրա համար առավելություն, չկա։ Միակ առավելությունը, որ դու այդ թուղթը շատ ես տեսել, դու իր բնավորությունը գիտես, ուրիշ առավելություն դու այդտեղ չունես։ Ինքը հեշտ թրեյդ չի։ Մենք ունենք մի հատ այնց հասկացողություն easy money trade, որը որ ես միշտ իմ ժողովրդին ասում եմ, մենք մտնում ենք մենակ այն թրեյդերի մեջ, որտեղ որ մենք ակնհայտ ունենք առավելությունը ինչումն է, դա այդ obvious stock-ն է, որ բոլորը այդ թուղթը այսօր տեսնում են ու բոլորը այդ թուղթը այսօր ուզում են։ Ու այդտեղ առաջանալու է դիսբալանս։ Կա շատ պարամետրներ, բորսայում այսօր 11,000 թուղթաշրջանառություն արվում։ Դրանցից որ մեկը մեծ հավանականությամբ այսօր կունենա ուղղված շարժում։ Ուղղված շարժման հեշտությունը նրանումն է, որ դու մտնելուց հետո շատ արագ գտնվում ես եկամուտի մեջ ու հետո սպասելը միջև կհասնես քո նպատակին շատ ավելի հեշտ է, երբ որ դու տենում ես, որ քո մոտ այնտեղ կանաչա, ոչ թե կարմիր։ Իսկ երբ որ դու մտնում ես այնտեղ կոմոդից կոնսոլիդացիա է գնում ու դու առավել եւս վատ կետում ես մտել, կամ պլյուս ես կամ մինուս ես, կամ պլյուս ես կամ մինուս ես ու ինչ որ մի պահի դու որոշում ես գործարքդ փակես, չսպասելով մինչև ինքը կզարգանա։ Այդ ժամանակ դու ունենում ես մած սպասմա, то есть մած սպասմունք արդեն հակառակը քեզ աշխատում։ Որովհետև եթե դու իզնաչալը ուների ընդհանրենք risk reward ratio 1:3-ի կամ 1:5-ի, իսկ պարբերաբար շուտ դուրս գալով դու արդեն չես ունենում այդ 1:3-ին։ Քո մոտ արդեն միջինացվածը ստացվում է 1:1.5-ի։ Իսկ при условии, որ քո մոտ вероятность, որ դու profit-ով կփակես ենթադրենք, հա, probability-ն 35% է, այդտեղ դու արդեն գումար չես աշխատում, կամ դաժե 40% է, դու գումար չես աշխատում, դու նա դիստանցի կորցնելու ես։ Նույնիսկ եթե առաջին 5 գործարքը պլյուս ես փակել։ Մենք ունեցել ենք case, կներես, որ իմ նախկին ուսանողներից մեկը տենց ուրախ ինձ իր ստատիստիկան ուղարկում նա ես գումար եմ աշխատել, որտեղ ինքը նայում է պրոֆիտը, ինքը իր գումարը աշխատել, բայց ես նայում եմ իր risk reward ratio-ն, միջին loss-ը, միջին եկամուտի նկատմամբ, նայում եմ քանի տոկոսնա գործարքների իր մոտ պրոֆիտով ու հասկանում եմ, որ երկարաժամկետ ինքը գումար է կորցնում։ Իրան դրա մասին տեղեկացնում եմ, այդ պահին այդքան էլ չի ընկալվում, որովհետև երբ որ դու տենում ես, որ դու եկամուտ ես անում, քեզ թվում է, թե որ դու ամեն ինչ գիտես։ X ժամանակ հետո գումարը կորցնում է, զանգում ասում է արի մի հատ հասկանանք դու ճիշտ ես, ոնց դա ուղ է, էլի ընկնեմ ճիշտ ուղու վրա։ Այդ տարբերակը, բայց պահանջում է, որ դու մտնես շուտ, չէ՞։ Ու մյուսներից շուտ։ Չէ, տեսեք, երբ որ ասի կոմբինացված է, օրինակ, չէ՞։ Որ թուղթն է, որ ինքը ակնհայտ է, որի վրա որ այս պահին դուրս է եկել նորություն։ Այսինքն կրիտերիա համար 1 մեզ պետք է որ թղթի վրա լինի նորություն։ Եթե նորություն չկա, մենք այդ թուղթը trade չենք անում։ Կրիտերիա 2, օրինակ, եթե այս պահին այդ թուղթը շրջանառվում է միջին քանակի, այսինքն ինչքան որ 3 է շրջանառվում, 3 4 4 եւ այլն։ Դա նշանակում է որ մարդիկ
ուշադրություն չեն դարձրել այդ նորությանը կամ տուպ այդ նորությունը գոյություն չունի։ Կամ այդքան մեծ կարևորություն չի ունեցել, այսինքն այդ պահին տեսնել, որ այս հենց հիմա իր մեջ ավելի շատ գործարքներ են անցնում 1 րոպեի ընթացքում, քան սովորաբար, դա արդեն քեզ ասում է նրա մասին, որ փոխվել է հարաբերությունը supply demand-ի առաջարկ պահանջարկի հարաբերությունը այս պահին փոփոխվել է, այսինքն ինքը ունենալու է կտրուկ շարժում, որտեղ որ շատ ավելի հեշտ է գումար աշխատելը, քան երբ որ ինքը իր միջինով շարժվելու է, տատանվելու է։ Հետևաբար նորությունը դուրս եկավ, եւ ստատիստիկայով գիտես, այս ժամից այս ժամն է, եթե նորությունը դուրս եկե, դա մոտավոր այսքան րոպեներից հետո է ընդհանուր մասան ռեակցիա տալու, թե կամ իսկ այդ շատ կարճ է այդ րոպեները։ Գիտես, նայած որ թղթերի մասին ենք մենք խոսում, մենք թղթերը շատ ենք բաժանում small cap, middle cap, high beta ակցիաների վրա, large cap-երի վրա, ու ամեն մեկ ունի իր բնավորությունն ու իր մոտեցումը։ Նենց ոնց որ դու նույնը կարաս high float, small float-ով, հա, նայ ես ենթադրենք ակցիա մինչև 10 միլիոն թուղթդ մինչև 10 միլիոն ակցիա ունի շրջանառության մեջ։ Դուրս եկավ նորություն, 10 միլիոն դա շատ փոքր թիվ է։ Կտրուկ այս պահին 5 միլիոն ուզում են առնեն, բայց այդքան վաճառող այս պահին չկա։ Ինչ է լինելու։ Գումարը, то есть գինը կտրուկ աճելու է։ Այսինքն, բայց եթե դու նայում ես, որ 30 միլիարդ ակցիա շրջանառության մեջ, բայց ուզում առնի 10 միլիոն, դա նույնիսկ գինը տեղից չի շարժվելու։ Այսինքն կախված է թե նորությունը ինչքանով կարևոր է ու ինքը ինչ տիպի կամպանիայի վրա է դուրս եկե։ Օրինակ ես չեմ սիրում small cap-երը trade անել regular session-ում, որովհետև ամեն, չգիտեմ, 2 միլիոն ցանկացողների վրա գինը թռնում է 10%, ու միանգամից բիրժան սահմանափակում է այդ թղթի trade-ը, պլանկա է դա կոչվում, մոտակա 20 րոպեով։ Իսկ հետո այդ 20 րոպեն երբ որ անցնում է, թուղթը կարող բացվի լյուբոյ տեղ։ Բայց միջև regular session դու տենց խնդիր չունես պրեմարկետում, ինքը կարա 10 րոպեում, չգիտեմ, 400-500% աճ ունենա։ Մենք դեպք ենք ունեցել, կներեք, անցած ամիս օրինակ $3-ից աճել էր $52, բուկվալնը 20 րոպեում, դաժե ավելի քիչ։ $5-ից աճել էր $150։ Անցած շաբաթ SMX կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, կարամ հետո հեռախոսից մեջ նայեմ, $5-ից $75։ Բայց օրինակ $5-ից $75, արդյոք այդ իրական շուկա է, ոնց որ ասում էիր, ինչով է տարբերում Forex-ից։ Տեսեք, Forex-ում դու ոչինչ չես առնում, դու ստավկա ես դնում, հա, CFD-ն ինչա contract for difference։ Այսինքն դու ոչ մի բանի փայատեր չես դառնում, ու եթե դու մնում ես այդ թղթի մեջ օրինակի համար, բրոկերը փակվում է, դու քո գումարը կորցնում ես։ Այս պարագայում դու երբ որ ինչ-որ կամպանիայում մի բան գնում ես, այդ ոնց որ մեր պետռեգիստրը լինի։ Հետո երբ որ բարձրացնում են դոկումենտները փայատերերի, մեջը դու կաս։ Բայց այդ չի նշանակում, որ ինքը $75 կլինի, կարժենա։ $75 ինքը կարա չարժենա, բայց մեկը դու այդ կամպանիայում փայատեր ես։ Մենք չենք խոսում, որ Forex-ային շուկան, ես երբ որ ասում եմ Forex, ես նկատի չունեմ հենց եվրո-դոլարի գործարք օրինակի համար։ Նույն այդ տերմինալների մեջ քեզ տրամադրում են, չգիտեմ, Apple-ի ակցիա առնել։ Իմաստը ինչու՞մն է դու Apple-ի ակցիա առնես CFD-ով, որը որ պրոստը ստավկա է, թե դու կարաս լինես օֆիցիալ այդ Apple-ի փայատերը։ Ու կապ չունի ինքը ստեղ թե ստեղ երկու պարագայում էլ դու վրոջի որոշել ես, որ դրա վրա գումար ես աշխատելու։ Բայց Forex-ում դա իրական գին չի ու յուրաքանչյուր ժամանակ դու երբ որ գործարքից դուրս ես գալի կամ ինչ-որ աննորմալ բաներ անում կամ քեզ գործարքից դուրս չի թողում, ասում է բանը պրասկալզվնյա էր։ Եթե դու իրական շուկա չես, եթե լիկվիդնեսի հարց չկա, այսինքն քո կոնտրագենտը դազուտ սերվեր է, ինչ պրասկալզվնյայի մասին կարա խոսք գնա։ Okay, հետ գանք trade-ին, առաջինը հասկացանք ինչպես մտնել, հա,
trade անելու ճիշտ պահը։ Իսկ հետո ինչպես հասկանալ, ինչքան ինքը դեռ կշարունակի աճել, արդյոք այդ նորությունը ինչքան մեծ էֆեկտ կունենա։ Այդտեղ եւս հետ են գալի ստատիստիկա, բավականին լավ օգնում է տեխնիկի անալիզը։ Մենք հիմնականում չենք մտնում գործարքի մեջ տեխնիկի անալիզի հիման վրա։ Մենք մտնում ենք գործարքի մեջ նորություն պլյուս լենտաստական։ Որ ցենտի ճշտությամբ հասկանանք որտեղ ենք մտնում։ Տեխնիկի անալիզով մենք դնում ենք մոտավոր մեր թարգետը, թե որտեղ ենք մենք պատրաստ դուրս գալ։ Բայց ոչ միայն տեխնիկի անալիզ պլյուս ստատիստիկա։ Դու գիտես մոտավոր այսքան մասնակից եթե մեջը մտնի ու ինքը при этом այսքան տոկոս աճի, դեռ պոտենցիալ կունենա այսքան տոկոս աճելու։ Որպես օրինակ եմ բերում, դու տենում ես թուղթը աճելա 30%, ու այդ բան շրջանառությունը արվել 6 միլիոն ակցիա, դա ոչ մի բան է։ Այդ թուղթը կաճի 150% ու շրջանառությունը կլինի 150 միլիոն ակցիա, որովհետև retail trader-ների գումարները ընդհանուր իրար հետ վրվեկալես նման թղթերի մեջ սովորաբար 200-ից 300 միլիոն օրվա մեջ գնում է։ Ու եթե դու տեսնում ես ինքը 20% աճել է, դա չի նշանակում, որ դու պետք է սպասես, որ ինքը հեսա ընկնելու է։ Եթե կա նորություն ու դեռ մեջ ընդամենը 10-ից 20 միլիոն գումար է, թուղթ է շրջանառություն եղել, մեծ հավանականությամբ դա շարունակելու է։ Տեխնիկի անալիզը, այսպես էլի սկսնակի համար ոնց կարանք բացատրենք։ Տեխնիկի անալիզը դա պասուծի ուրիշ լեզվով ասած, դա ստատիստիկա է, եւս։ Պրոստը ավելի գեոմետրическի ֆորմաների։ Օրինակ, եթե մենք հիմա յուրաքանչյուր մարդ թող մեծ փոքր վարժություն անի, ուշադրություն դարձնի, միանգամից վերև չնայի, հա, մարդ հա անցնում, մի հատ նենց տեղ բռնացնի, որտեղ տեսնում է մենակ ոտքերը։ Ոտքերի հատվածը տեսնելուց արդեն կարա եզրակացություն անի, կինա թե տղամարդ է, մեծ է թե երեխա է, ու մոտավոր ինչ բոյի է։ Չէ, որովհետև մենք ունենք մենտալնիկ արտակոչեցյալը, որը որ ինչ մենք տեսել ենք, նա ինտուիտիվնım, նա подсознательном уровне մեջը ինչ որ բազա է հավաքել, ու երբ որ մենք մի բան տեսնում ենք, մենք միանգամից որոշում ենք կայացնում, որ դալշի ինչ ենք տենալու, տես առաջանում է սպասում, ожидание, ինչ դու պետք է հետո տենաս, ու դրանից հետո մյուս գործողությունն է, այդ սպասումը արդարացվում է, թե այդ սպասումը չի արդարացվում։ Տեխնիկի անալիզը նույն բանն է, այսինքն դու այնքան ես տեսել ինչ որ օրինաչափություններ, որը որ շատ տենց պրիմիտիվ մակարդակով է, դպրոցական գեոմետրիայում մենք ասում ենք հետևյալը, չէ, մի կետով կարաս անսահման ուղիներ անցկացնես, բայց երկու կետով կարաս անցկացնես ընդամենը մի ուղի։ Հիմա նույնն է, եկալում ես երկու էքստրեմում, կամ մինիմում կամ մաքսիմում, մի էքստրեմով կարաս բազմաթիվ ուղիներ անցկացնես, երկուսով կարաս մենակ մեկը անցկացնես, դա արդեն կոչվում է բան, trend line։ Այն ասած trend-ին։ Անցկացրեցիր, всё, դու ունես սպասում, գինը գալու է, դրանից ինչ որ ռեակցիա է տալու։ Սպասումդ կամ կարդարանա, կամ չի արդարանա, դες ոնց որ մարդու պարագայում սպասում էր պետք է կին լինի, պարզվեց տղամարդ է, յուբկայով։ Նոնսենս է, հա, ստանդարտ սիտուացիա է, չէ։ Կարա լինի, ամեն ինչ կարա լինի։ Այսինքն, կարա ինքը երրորդ կետը պահի ու reject լինի, գնա, կարա գնա հակառակը, բայց միանշանակ է, որ դա լավագույն կետն էր մտնելու, խի, որովհետև դու շատ արագ ես հասկանում, դու ճիշտ ես, թե սխալ։ Դա միակ կետն է, որտեղ որ դու շատ արագ հասկանում ես, որ չէ, այս սիտուացիան չի ինքը չի պահելու, անցնելու է, դու գործարքից դուրս ես գալի։ Յուրաքանչյուր ուրիշ կետում դու չունես արագ հասկանալու տարբերակ, ճիշտ էր թե սխալ, բացի նրանից, որ կամ երբ պետք է իր մեջից դուրս գաս, այդտեղ հեշտ է, անցավ trend line-ից, դուրս ես գալիս։ Հա։ Ու Այս էլ ստացվում է, որ ինքը ամեն դեպքում երկար խաղ է, որովհետև մի օրվա կտրվածքով դու կարող ես հենց բռնացնես այդ յուբկայով տղամարդուն ու արդյունքները վատ լինեն, բայց երկարաժամկետում ինքը պետք է որոշակի արդեն բերի հաջողություն։ Մի հատ sense հարց, մի բան սահմանենք։ Մենք ասում ենք օրինակ, եթե մենք կոչում ենք, որ դա խաղ է, ուրեմն մեր ապրելն էլ է դա խաղ։ Դու այսօր նստեցիր մեքենայիդ ղեկին, չգիտես տուն կհասնես, թե չես հասնի,
Խաղապասուցի, բայց դու կարաս դրան չվերաբերվես որպես խաղի, ոնց որ դու մեքենա վարելիս դա չես անում, չէ՞։ Նույնը ստեղ վերաբերվես որպես աշխատանքի, որտեղ ինքը իրականում աշխատանք է ու բարդ աշխատանք է։ Եթե դու իրան վերաբերվում ես որպես խաղի, դա դառնում է քո համար ռուլետկա։ Նույնիսկ երբ որ դու կարմիրի տակ մտնում ես խաչմերուկ, դա այդ նույն ռուլետկան է։ Բայց դու ես որոշում կայացնում, դու իրան վերաբերվես որպես խաղի ու կարմիրի տակ մտնես խաչմերուկը հատես ու ռիսկեր ստեղծես, թե դու խաղի կանոնները պահես, մենակ կանաչ լույսի ժամանակ հատես այդ խաչմերուկը։ Նույնը ստեղ է, եթե դու պահում ես կանոնները, կատարում ես աշխատանք, ուսումնասիրում ես նորություն, ուսումնասիրում ես թղթի ստատիստիկան, անում ես միջև շուկայի բացվելը, միջև գործարքի մեջ մտնելը, հա, մենք խոսում ենք պրոֆեսիոնալ թրեյդերի ճանապարհով, ոչ թե խաղացողի այդ կոնկրետ։ Դու անում ես մի հատ կոնկրետ աշխատանք, թղթի վրա դուրս ես գրում, թե դու ինչ ես անելու, իսկ հետո երբ որ շուկան բացվում է, դու կատարում ես մենակ այն, ինչ որ քո մոտ գրված առանց էմոցիաների։ Այդ ժամանակ։ Դա էլ չէ չելենջ։ Դա ամենակարևոր չելենջներից մեկն է։ Ես շատ հաճախ օրինակ եմ բերում, ասում են, բա որ այդքան հեշտախի բոլորը չեն անում։ Ասում եմ, չծխելը հեշտ է։ Մեծ մասը ծխում է։ Առավոտը հելնել վազելը հեշտ է, այդտեղ ֆիզիկապես ինչ որ տենց սուպեր բարդություն չկա, մենք ավելի բարդ բաներ ենք անում, բայց մեծ մասը չի անում։ Զսպված խոսելը հեշտ է, մեծ մասը դա չի անում։ Երբ որ լույսը փոխում է կանաչի նույն վարկյանից սիգնալ տալը դիմացի մեքենային, то есть չտալը, դա չանելը, դա հեշտ է, մեծ մասը չի անում։ Չգիտեմ, պիշիխոդի կամ կալասկայով մարդկանց դիմացը փակելը, չփակելը, դա հեշտ է, բայց մեծ մասը դա չի անում։ Շատ բան կա, որ հեշտ է, բայց մարդիկ չեն անում։ Следовательно, ճիշտ անելը դա բարդ է։ Բարդ է մեծ մասի համար։ Ինքդ քեզ զսպելը դա բարդ է։ Դրա համար մարդիկ գնում են «Պապուտի наименьшего сопротивления» ու ասում են կարևորը ինձ հարմար լինի։ Հա։ То есть, չգիտեմ, պատասխանեցի հարցին թե չէ, բայց դա այն հեշտ պատասխանը հարցը չէր, որ կարելի էր պրոստը ասել հա կամ չէ։ Ստացվում է, որ եթե թրեյդինգով զբաղվելու համար պետք են սկիլեր, դրանցից մեկը կարելի ասել կարգապահությունը կամ զսպվածությունն է, հա, էմոցիոնալ կայունությունը կամ տեսեք, համ այո, համ ոչ։ Եթե դու ուզում ես զբաղվել, այդ ամեն մի սկիլը ձեռք բերովի է։ Ամեն ինչը կարելի է դաստիարակել։ Կան բաներ, որոնք որ մենք մտածում ենք, որ դա բնավորություն է, բայց դա իրականում բնավորություն չի լինում, դա քո օրգանիզմի ինչ-որ քիմիական ռեակցիաներ է։ Օրինակ, մարդ կա, մեկի մոտ ադրենալինը արագ է արտադրվում, մյուսի մոտ նույն էքստրեմի սիտուացիայում միանգամից չի արտադրվում ու կախված նրանց ադրենալինի քանակը այդ բանն է, այն ռեֆլեքսն է բեյբիգի իր դրսևորումը տարբերվում է մյուսից, այսինքն երբ որ դու հասկանում ես օրինակ սա բնավորություն է ու դու պետք է աշխատես այդ ուղղությամբ, թե սա քիմիական ռեակցիա է ու դու պետք է աշխատես տվյալ ուղղությամբ, ոչ թե ամեն ինչ գցես որ սա բնավորություն է, ես ինչ կարամ դրա հետ անեմ, բոլոր սկիլերը ձեռք բերովի են, չկա սկիլ, որը որ ձեռք բերովի չի։ Ուզում է լինի կարգապահությունը, ուզում է լինի կարդալը, պրոստը կարդալ հասկանալը։ Իսկ գիտելիքը ամենաձեռք բերովի բանն է։ Այսինքն ստացվում է, որ սա հասանելի է յուրաքանչյուրին։ Սա հասանելի է յուրաքանչյուրին, ինչպես նաև մեծ մասը մասնագիտությունների, որը որ առհասարակ գոյություն ունեն։ Պետքա ցանկություն, պետքա կամք ու պետքա թիմ։ Ինչ թիմ։ Թիմ, որը որ կօգնի քեզ դա իրականացնել, որովհետև կան անհատներ, ովքեր որ մենակով են հասնում, բայց դա 10,000-ից մեկն է։ Եկեք չհամարենք ամեն մեկս մեզ այդ 10,000-ից մեկը, որովհետև ստատիստիկի դա անհնար է, ոնց որ ամեն մեկը իրան համարի 10,000-ից մեկը, պարզ է, չէ՞ որ մաթեմատիկորեն այդ արդեն կոնֆուզա է տեղ առաջանում։ Իսկ դու կունենաս ստատիստիկի преимущество, եթե դու համարես, որ դու կակրաս այդ 10,000-ից մեկը չես ու քո շուրջ ձևավորես թիմ, որը որ քեզ կօգնի, դու իրանց կբարձրացնես, իրենք քեզ կբարձրացնեն։ Երբ որ դու կսկսես ինչ-որ մի բան չանել, իրանք քեզ
push կանեն, որ դու всё же անես դա։ Հասնես քո նպատակին ու իրար օգնելով, իրար ուղղելով միանշանակ դա կլինի։ Այսինքն թիմը կներես իմ խորին համոզմամբ ապագան առհասարակ ապագա մոդելը մարդկության դա թիմերի մեջ է, community-ների մեջ է։ Դրա համար այսօր այդքան շատ են զարգանում թե բիզնես կլուբերը, թե առհասարակ նույնիսկ հիմա նոր համալիրները շենքեր որ կառուցում են, եթե այն ժամանակ դա պրոստը շենքեր էին, հիմա իրանք տենց փակ համալիրներ են, ամեն մեկը իր ինֆրաստրուկտուրայով ու հարևաններն է տենց կոպիտ ասած ինչ-որ կլուբեր են իրանց համար ստեղծում ու տենց ապրում են։ Լավ, հասկացանք, որ դա ձեռքբերովի է, բոլորն էլ կարող են, բայց ինչ հմտություններ պետք է ձեռք բերել սկսելու համար ու ինչ, ասես բազային գիտելիք պետք է ունենալ կամ ձեռք բերել էլի այս շուկա մտնելու համար։ Հիմա ինչ ասեմ, տարօրինակ է թվալու։ Սովորում են ճիշտ քնել, սովորում են ճիշտ սնվել ու սովորում են սպորտով զբաղվել։ Դա ամենաառաջի քայլն է թրեյդինգում հաջողություն ունենալու համար։ Խի։ Որովհետև եթե դու ուզում ես տեղ լինես համբերատար ու իմպուլսիվ գործողություններ չանես, էմոցիոնալ պետքա կայուն լինես։ Որ էմոցիոնալ կայուն լինես, դու պետքա ճիշտ սնունդ ունենաս, որովհետև քո սնունդից է կախված թե ինչ էներգիա ես ունենալու, հա, շաքարը արագ բարձրացնելու է էներգիա, բայց նաև արագ իջացնի ու դու դրանից հետո ունենաս կարիք։ Կակրաս այդ ինսուլինովի սկաչոկներն է։ Սպորտը բերելու է նրան, որ դու լավ քնելու ես, որովհետև սպորտի ժամանակ դու քեզ ռեգեներացիա պետք լինելու մկանների, դա տեղի ունենում խորը քնի ցիկլի մեջ, հետևաբար դու լավ քնելու ես ու դրա հաշվին լինելու ես նաև էմոցիոնալ ստաբիլ, այսինքն քունը պլյուս սնունդը քեզ ապահովում է էմոցիոնալ ստաբիլությունը, սպորտը քեզ ապահովում է կոսվին էմոցիոնալ ստաբիլությունը լավ քնի միջոցով ու դիսցիպլինայի նկատմամբ լոյալնեստ կակրաս ամեն անգամ նույն վարժությունը անելով, այդ վարժությունը հասցնելով ճիշտ մակարդակի, լավ մակարդակի եւ այլն։ Այդ ամեն ինչը, այդ սկիլերը, երբ որ դու ձեռք ես բերում, դու թրեյդինգում ունենում ես կվանտովի սկաչոկ։ Նույնիսկ ես իմ շրջապատում իմ ուսանողների մեջ, հա, նույնիսկ հիմա սինդիկատը որ ստեղծել եմ, սինդիկատի գլխավոր միտքը հենց կակրաս այդ H խորանարդն է, преимуществան է, որը որ ձեռք է բերվում այ ընդհանուր այդ մոդելով, то есть մենք ամեն ինչի համար ունենք պրոտոկոլ, որը որ քեզ բերում է այդ преимуществային։ Իսկ գիտելիքի մասով Գիտելիքի մասով դա ավելի շատ պրակտիկա է, քան պրոստը լեկցիա։ Պրոստը լեկցիայով դու կարաս մարդուն բացատրես այս պարամետրը սա է, սա է, կամ ստեղ սենց գիծը քաշի։ Ուսման մեջ դա այդքան կարևոր չի։ Ուսման մեջ շատ կարևոր է, երբ որ դու լսում ես մտքերը կամ տեսնում ես ոնց է գործում այդ ոլորտում արդեն մասնագետը։ Եթե դու չտենաս ինչքան է ես քեզ պատմեմ, որ գալիս ես խաչմերուկ թարթիչը միացնում ես, դրանից հետո սա է սխմում, դու երբ որ գաս խաչմերուկ, դու դա չես կարողանալու անել, խառնվելու ես իրար։ Բայց երբ որ դու մի քանի անգամ դա տեսնում ես դիմացինը անելուց, վիզուալ դա քո մոտ ֆիքսվում է եւ համակցվում է գիտելիքների հետ, տեսական գիտելիքների հետ, ու դրանից հետո դու ինքդ ես փորձում, դա արդեն դուրս է գալի նոր մակարդակի վրա։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք գիտելիք ձեռք բերելը, դա առաջի հերթին տեսնելն է, ոնց է դա արվում իրականում։ Ու նոր դրանից հետո, երբ որ արդեն ստանում է տեսական գիտելիք, դա դառնում է կիրառելի։ Ու քանի որ այս պահին Հայաստանում մի փոքր այսպես անհատական ներդրումները շատացել են մարդկանց, ավելի ճիշտ սկսել են ծանոթանալ, էլի դա ինչ է, բայց շատ հաճախ հատկապես լավ տեղյակ չլինելով այդ աշխարհից, իրենք կարող են այսպես
ոչ գիտակցաբար դառնան թրեյդերներ, չունենալով այդ պատրաստվածությունը։ Օրինակ այդ գիծը ոնց գծեն մարդիկ, եթե իրենք զուտ այսպես զբաղվելու են երկարաժամկետ ներդրումներով, որպես խնայողության կամ մի փոքր եկամուտները ավելացնելու տարբերակ։ Տեսեք, կա երկու ճանապարհ։ A. Դու որոշում ես, որ ուզում ես թրեյդինգը լինի քո ապագան, ու B. Ոնց որ Ամերիկայում է ամեն ընտանիք, ամեն մարդ գրեթե ունի բրոկերային հաշիվ, որտեղ որ ինչ-որ մի բան առել է։ Շատ ժամանակ երբ որ հարցնում ես, իսկ օրինակ քեզ էս թուղթը, ասում չգիտեմ, անունը դուրս եկել էր։ Դες իրենք էլ չգիտեմ, պրոստը իրանց մշակույթի մեջ դրված է, որ միշտ պետք է ինչ-որ մի հատվածի ձեռք բերել արժեթղթեր ու ունենալ ինչ-որ տես պորտֆել։ Եթե երկրորդ ճանապարհի մասին ենք խոսում, այդ դեպքում բազմաթիվ են առաջարկները շուկայում։ Ամերիաբանկ, Կոնվերսբանկ, Arm-Swiss բանկ, լիքն ամեն մեկ ունի մի պլատֆորմա, որտեղ որ ինքը մի հատ է քեզ կասի, այս թուղթ առ։ Իսկ հայկական շուկայում թրեյդինգ կա կամ ընդհանրապես հնարավոր է ինքը գործնականում։ Տեսեք, մենք ունենք շատ սպეციფიկ շուկա իրականում այդ առումով։ Առաջատար ենք բոնդերի ոլորտում, հա, դա օբլիգացի։ Հա, Պարտա Տոմսեր, այս բային 10-ից ավել ընթացիկ առաջնային տեղաբաշխում կա։ Հա, բայց մենք նաև ունենք օբլիգացիաները որպես գործիք, հա, օրինակ վեկան ենք Armen Brock-ը, Armbrok։ То есть ինքը ինչ անում, ինքը ստեղծում է հավելյալ, то есть leverage հասկացողությունը, կիրառում է այդ ռեպո գործարքներն, հա, բաների վրա, օբլիգացիաների վրա։ Դու կարողանում ես եկամտաբերությունը այդ ռեպոյի հաշվին ավելացնես։ Դա մեր շուկայում, կստати, ինչը որ ինձ զարմացնում է, հասանելի չի ֆիզանձանց, բայց նույն ռուսական շուկայում, այն ամենասկզբից որ խոսում եմ ռուսական շուկայի վերաբերյալ, այնտեղ ես պրոստը տերմինալում մի կնոպկա սխմելով ես կարա ռեպո գործարք անի օբլիգացիայի վրա։ Այդ ավելի այսպես պարզ կբացատրես օրինակ եկամտաբերությունը այդ բան բերեմ, հա, Տուլսկի օբլիգացիաները Ռուսաստանի, то есть ինքը государственная օբլիգացիա է, բայց областный մունիցիպալն է կոչվում, կա ընդհանուր Ռուսաստանի ու կա օրինակ մունիցիպալն է։ Հիմա այդ մունիցիպալին բարձր տոկոս ուներ, Տուլսկի օբլիգացիաները 14% էին։ Դու իրան վեկանում ես, հետո ռեպո գործարքը ինչ է նշանակում, դու իրան գրավադրում ես, եւս քեշ փող ես վեկալում, ու այդ քեշ փողով էլի ես առնում այդ Տուլսկի օբլիգացիաները, բայց դու իրան գրավադրել ես օրինակի համար 10%-ով։ Հա։ Ու երբ որ եւս վեկանում ես 14%-ով, ստացվում է դու ենթադրենք ունես 1 միլիոն ռուբլի, 14%-ով օբլիգացիան վեկալեցիր, քեզ կուպոն է գալի 14%-ով, իրան գրավադրեցիր 10%-ով, մի հատ է 14%-ով վեկացիր, արդեն նույն 1 միլիոնով քո մոտ կա 14% + 4%, հա, 18%։ Մի հատ է գրավադրեցիր, то есть երրորդ կրուգն ես ռեպոյի անում, էլի նույն 10%-ով, ու էլի վեկալում ես։ Հայաստանում, երբ որ դու քո պարտատոմսը գրավադրում ես, քեզանից վեկալում են ավելի բարձր տոկոսով, ու քո մոտ արդեն դառնում է բացասական սալդո այդտեղ։ Բայց ինստիտուցիոնալների համար, նույն եթե բրոկերն է դա անում, վեկալենք նույն Armbrok-ը, հա, իր համար լգոտնի ստավկա է գործում, ու ինքը կարողանում է էժան տոկոսով գրավադրի, չնայած Ռուսաստանում, Ամերիկայում ու մնացած տեղերում ֆիզ անձանց հասանելի է եւս դրական սալդո է, որ դու կարող ես այդ գործարքը տանես, որը որ իմ համար միշտ անհասկանալի էր խի, նո եզրակացնում եմ, որ պրոստը քաղաքացիները ավելորդ չմտնեն այդ գործարքների մեջ, բայց ինչ մեկ խոսում էի նորությունների բաների, չէ, որ պետք է միացնես критический мышление։ Forex-ը մենք խոսում էինք, իրական Forex-ը ի՞նչ է։ Foreign exchange, այսինքն դու քո դրամը տարար, վաճառեցիր, դոլար գնեցիր կամ դոլարդ վաճառեցիր նույն change-ում, դա forex գործարք է, իրական շուկայում forex գործարք է, ոչ թե ինչ որ առաջարկում են այդ տերմինալներով։ Հիմա մեր դրամը 10 տարի մինչև 17 թիվը միջին գինը 480 դրամներ դոլարի նկատմամբ 10 տարի, 10 տարուց ավել դաժե 17 թվից հետո գնալով դա փոխվում է ու դառնում է այս վերջի տարիներին մեր միջին կուրսը 380 դրամ է։ Երբ որ սկսում ես հարց տալ, ո՞նց է դա առաջանում, ո՞նց է առաջացել, ասում են օրինակի համար ռուսները եկան, ենկոմ էսկոմ դրանից է, ասում ես լավ, որ պետություններ են եւս ռուսները եկել, Ղազախստան, Վրաստան,
ընտիր, ընդեղ ինչ վիճակ է, ընդեղ օրինակի համար երբ որ մեր մոտ կուրսը 440 էր, տենգեն Ղազախստանում եւս 441-42 էր։ Հիմա Ղազախստանում տենգեն 550 է, մեզ մոտ 380 դոլարը։ Ինչի՞։ Վրաստանում եւս իրանց գումարը չամրապնդվեց տեղական վալյուտան։ Մեզ մոտ հարց առաջանում, ո՞նց է այդպես ստացվում։ Եթե փաստորեն ռուսների ֆակտորը չի ոնց է որ մեզ փորձում են համոզել, որտեղից է, դե սկսում ենք մտաբերել հետեւյալը, որ դու փորձում ես օրինակ հիշում եք այսօր որ ասում է միջինով թուղթ այսքան շրջանառություն անում։ То есть միջին թվերը միշտ տենց են մնում են միջին թվեր։ Հիմա միջինով հայ քաղաքացին, ենթադրենք մենք ունենք Երևանում 600,000 հա կամ չգիտեմ 900,000 մարդ, այդ 900,000 մարդը Երևանում իրանցից 100,000-ը ստանում էր MoneyGram-ով գումար, չէ՞, դոլարով։ Միջև ինչ որ X ժամանակ ստանում էր դա անտոկոս։ Բանկը իրան պարտավոր էր տար դոլարով ու անտոկոս։ Բայց այս վերջի տարիներին կանխիկացումը դարավ հերիք չի, դարավ 3%, այսինքն դոլար գնելը, դոլար վեկալելը, դա ձեռնատու չի, որտեղ դու 3% կորցնում ես, քեզ ասում են, բայց դրամով քեզ կտանք անտոկոս։ Դե ստեղծում են արհեստական դրամի պահանջարկ։ Ում հաշվին։ Եթե, չէ, ես ուզում եմ դոլար կուտակեմ, օրինակ, ես չեմ ուզում դրամը վեկալեմ տանեմ տունը դնեմ։ Ես ուզում եմ դոլարը վեկալեմ տանեմ տուն դնեմ։ Խեք դուք ինձ տիպում դոլարը վաճառել ձեզ վատ գնով, այլ պարագայում դուք ասում եք մենք ձեզ գումարը չենք տալու, դա որոշում է կենտրոնական բանկի։ Կենտրոնական բանկ դու ես որոշում, օրինակ, հա, քաղաքացու հաշվին ստեղծես դրամի պահանջարկ։ Իսկ երբ որ քաղաքացին ասում է, «Էս ինչ կուրս է», ասում եք դե ռուսներն են եկե։ Հիմա մի ասում եք критически мышление։ Ռուսները եկեն ստե, այս երկուսում ուղիղ հակառակ process-ն է։ Մեր մոտ այս process-ն է։ Դրամը արժևորվում է։ Մեր մոտ դրամ քեզ չեն տալի, դոլար չեն տալի, ասում են տալիս ենք միջև 3,000 դոլարը, մնացածը դրամ ենք տալի, այսինքն եւս քեզ եկել է 10,000 դոլար։ 7,000-ը դու պարտավոր ես վաճառել։ Այսինքն ստիպողաբար ստեղծում են դրամի առաջարկ, պահանջարկ։ Եվ դրա հաշվին այդ կուրսը մնում է, հա։ Դրա հաշվի դա կարևորագույն, ոնց որ կշեռքի վրա դնում ես միջև այդ միշտ դու կարող ես անտոկոս դոլարը վեկալեիր, իսկ հիմա նույն քանակի դոլարը, որը որ տասնյակ տարիներով այդ քաղաքացիներին գալիս էր, հա, այդ միջինացված այդ թիվը, հիմա պարտավորված կամ ստիպված մարդիկ վաճառում են, որ դրամ ունենան, որ կարողանան այդ գումարին հասանելիություն ունենան։ Դա կարևոր կրիտերիա է, թե չէ։ Կարևոր է, բայց չունի ինքը ուրիշ զսպող։ Չէ, եթե կա քաղաքական որոշում, որ պետքա այդ ամեն ինչը թույլատրելի լինի, ու բանկերի համար դա որպես հավելյալ եկամուտի աղբյուր դառնա, հա, ու դա պրոստը եկամուտի աղբյուր չի, դա այն որ գերշահույթ է իրականում։ Եթե դու միշտ ունես դոլարի վրա կանխիկացման 0.5%, իսկ հիմա դու ունես 3% համատարած, ու ընտրություններ չունես, ուզում ես դու ամբողջ 10,000-ից այդ 3%-ը վճարես, հա, քեզ ստիպում են, որ դու 3,000-ից ավել չես կարող վեկալես դոլարով։ Մնացածը դու պարտավոր ես դրամ առնես։ Դա ամենամեծ, դա ամբողջ պետության մարդիկ, ովքեր որ միջինում այդ գումարը ստանում են ու պարտավոր են դրամ առնեն, դա ավելի մեծ գումար է կազմում, քան յուրաքանչյուր բիզնեսից եկած պահանջարկն ու առաջարկը վալյուտայի նկատմամբ։ Այսինքն Հայաստանում դեռ շատ ավելի ուրիշ հարցեր կան մինչև թրեյդինգի մասին հասնելը։ Իրականում երբ որ լինում ես թրեյդեր, այդ սա հարցերը տեսնում ես, ամենամեծ խնդիրը նրանումն է, որ մենք այդ խնդիրները չենք տեսնում ու հարց չենք բարձրացնում։ Ես վստահ եմ, եթե համատարած մարդիկ հասկանային որտեղից որ խնդիրն է առաջացել ու այդ հարցադրումները ճիշտ դնեին, ճիշտ ձևակերպեին ու պահանջեին, այդ խնդիրները կսկսեին գտնել լուծումներ։ Ինչպես մի օր էկոնոմիկայի նախարարը, երբ որ բոլոր էլեկտրոմեքենաների սեփականատերը հարց բարձրացրեցին, ասին ոնց աղաշխարում նոմինալով են
գույքահարկը բանում, իսկ դուք մաքսիմալով եք հաշվարկում, ասես դե մենք սովոր ենք, որ օրինակ այսքան հոսք է գալի դրանից ու հիմա որոշում կայացնել նոմինալով գույքահարկ վճարելը ու այսքան գումար չստանալը պետությունը պատրաստ չի։ Այսինքն եւս չէ, ոչ էֆեկտիվ գործելավոճ քաղաքացու հաշվին։ Հիմա դա եւս տրեյդինգ է։ Մենք էլի այն մեթոդները, այն մոտեցումները, որ կիրառում ենք արժեթղթերում որոշում կայացնելու համար, նույնը ստեղ ենք դիտարկում։ Ու եթե ես որպես տրեյդեր նայեի, իրականում ոչ մի գործարք չի անիստե այդ առումով։ Դա բավականին պրոբլեմատիկ է։ Լավ, եթե այսպես խոսենք քո ամենահաջողված տրեյդերից, ինչ հետաքրքիր օրինակ կպատնես։ 20 թիվ կամ 19 կամ 20 կարելի է գրաֆիկի վրա բացել նայել մարտ ամիս Morgan Stanley-ին ընկնում է investigation-ի տակ $60-ից իր գինը ընկնում է 10 քանիսի կամ в общем, դից 20-ի շուրջ ինչ որ մի բան։ Ես իրան առնում եմ, այդ ժամանակ բիզնես դպրոցում էի սովորում ու բոլորին համոզում եմ, ասում եմ ժողովուրդ, առեք Morgan Stanley, որովհետև ինքը հիմա գինը ընկած է զուտ էմոցիա, եկեք էդ էլ հասկանանք, էլի կա շուկայական գին, որը որ էմոցիաների հիման վրա է, ու կա ներքին գին, որը որ դու կարաս աչոտնեսներով բանով հաշվես, թե կամպանիայի ներքին գինը ինչքան է։ Հիմա ասում եմ ինքը իր ներքին գնի նկատմամբ շատ ցածր է, անհամեմատ ցածր է։ Հիմա անգած է զուտ այս investigation-ի պատճառով, Ռասլեդվնյայի պատճառով առեք։ Վտոգի ինքը հասավ 100 քանի դոլարի մի քանի ամսում։ То есть դա հենց դնոն էր։ Մյուսը, որ էլի այտենց շատ խոշոր էր, այդ երկարաժամկետի մասն ենք, էլի մենք խոսում, որը որ intraday trade չի, հա, որը որ կար հստակ ինչ որ մի էֆեկտիվնես, որի հիման վրա, որ դու մտել ես հստակ իմանալով, թե ինչին ես դու սպասում այդտեղ։ Մյուսը շատ նենց ակնհայտ էր Netflix-ը։ Երբ որ COVID-ից հետո Netflix-ը բարձրացել էր իր այտենց իստորիչեսկի մաքսիմումին, դրանից հետո դառնում է Ուկրաինայի, Ռուսաստանի դեպքը ու բոլորը որ հայտարարում են որ դուրս են գալի ռուսական շուկայից եւ այլ Netflix-ը հայտարարում է որ ինքը եւս լքում է ռուսական շուկան ու արդեն կարեկցիան եղել էր $800-ից 440-ի կողմերը երբ որ ինքը հայտարարում է ընկնում է մինչեւ $180-190 Պարզա չէ որ կամպանիան որը որ ամենալավ TV շոուներն է թողարկում որը որ հայտներ նրանով մետան էր դաժե հրապարակի որ ինքը միակ սթրիմինգի պլատֆորմն է ով որ գնում է Facebook-ից մետայից դատա թե պերիպիսկաներում մարդիկ որ սերալի վերաբերալ որ կերպարի մասին ինչ են խոսում ու դրա համար իր պրոյեկտները որ նայում ես միշտ ինչ որ մեկը վրոդի երկրորդական դերում է մեկը դառնում է ինքը գլխավոր դեր եւ այլն որովհետեւ ինքը միշտ հետաքրքրվում էր թե մարդիկ ինչ են խոսում ու ըստ դրա էր կառուցում իր հետակա բաները то есть այդ ամեն ինչը Ռուսաստանից դուրս գալով դու չես կորցնում այդ քո սկիլը Բացի դրանից նայում ես ռուսական շուկան իր համար 2 միլիոն վճարող պատպիսчик էր։ Իր ընդհանուր բիզնեսի մեջ դա շատ փոքր տոկոս էր։ Արզա որ իր մյուս աչոտները երբ որ դուրս գան, երևալու է որ այդ 2 միլիոն պատպիսчик-ը իր համար եղանակ չի փոխը։ То есть այդ 180, 190, даже $200 այդ այն գինն է, որ դու տունդ պետք է գրավ դնել ու առնեիր։ То есть մյուս գործարկս, որը որ այն որ sense ես համարում եմ, որ դա շատ հանճարեղ ու շատ ակնհայտ գործարկն է, որտեղ որ դու պետքա կյանքում քիչ է լինում տենց հնարավորություններ, բայց այդ հնարավորությունների հաշվին ես դու մեծացնում կապիտալները։ Ու պետքա կարողանաս նաև դրան դիմանաս։ Դա եւս մեկ հետաքրքիր գործարք էր, Nvidia-ն էր շատ հետաքրքիր գործարք, Micron-ներ Micron-ը արտադրում է RAM տիպի, DRAM տիպի չիպերը, օզոներն է, լեզվով ասած օզոներն է համակարգիչների ու ոնց որ հաշվի առնելով օզոյի տիպը, հա, չիպի թե ինքը արխիտեկտուրան ոնց աշխատում, բարձա որ AI-ների համար ինքը շատ կարևոր էր։ Ու ես եւս շատ երկար նույնիսկ իմ թիմում մենք աշխեն ունենք որ ծիծաղում էր ասում է բանը Micron-ը հայկի բալիտն է այդ ֆորմուլա 1-ի բալիտի մասին է խոսակցությունը որովհետեւ միշտ հենց Micron-ը ընկնում է
այտենց 60-70 դոլարի սահմաններում ես միշտ մտնում եմ միկրոնի մեջ, մեկ ինքը մի երկու օրվա մեջ էլի գնում էր $120։ Իսկ intraday ու ընդհանրապես intraday ինչքան աճ է, այսպես սովորաբար հնարավոր հասնել կամ ինչքան է նորմալ։ Նայեք, աճը մենք խոսում ենք թղթի տոկոսի մասին, թե խոսում ենք կապիտալի մասին։ Խոսում ենք կապիտալի աբսոլյուտնի величина, օրինակ այսքան դոլար, ոնց է պետք է հաշվել, որպեսզի ճիշտ պատկերացում ձևավորես։ Միշտ սխալ են հաշվում, դա էլ ասեմ։ Ասում են բան, կապիտալի վրաքային տոկոս եկամուտ է։ Տենց չենք հաշվարկում, խի, որովհետև կախված նրանից, թե դու կապիտալի վրա քանի տոկոս ռիսկ ես վեկալել, որովհետև չէ որ քո եկամուտը կախված է քո քեզ վրա վեկալած ռիսկից։ Իսկ մենք էլ երբեք չենք հաշվարկում մեր ռիսկը կապիտալի չափից։ Եթե տենց հաշվես, կարող է դաժե ռիսկը իմ կապիտալի վրա ես վեկանում 0.001%։ Դրա համար ուրիշը կարող է վեկալի 5%, բայց ինքը վեկալում է նույն քանակի գործարք կամ ասենք ավելի փոքր գործարք։ Ու դրանից է կախված վերջում դու ինչ ես տամ։ Դրա համար մենք միշտ սիրում ենք խոսալ risk reward ratio-ով։ Միջինով թուղթը շարժվում է, եթե որպես տերմին վեկալենք ATR, հա, average true range, այսինքն Tesla-ի պարագայում ենթադրենք դա $20-ն է, Nasdaq-ի պարագայում, իր ETF-ի պարագայում QQQ-ի դա $8-ն է, Apple-ի պարագայում ենթադրենք դա $4-ն է, չէ, դա տոկոսը չի։ Միջինով ինքը միշտ այսքան դոլար շարժվում է։ Եթե ես ասեմ $4 է գնացել, մի թղթի համար դա նորմալ է, մյուսի համար քիչ է, մյուսի համար շատ է։ Դրա համար մենք ունենք պարամետր average true range, այդ ATR-ը։ ATR-ը, երբ որ դու ասում ես 1 ATR, դա սրեդնի միշտ թուղթը, любой թուղթ, որ վեկալես, իր միջին օրվա տատանումը դա մի ATR-ն է։ Այսինքն, եթե մենք հաշվենք առնենք, որ իր վրա կա նորություն, ինքը մի ATR հաստատ կգնա, իսկ մեծ հավանականությամբ կգնա մի ATR-ից ավել։ Եթե դու կարող ես գոնե 1 ATR-ի 70%-ը վեկալես, դա լավ թրեյդ է։ Այդ բանաձևային ասեցի էլի, որովհետև դոլարից ավալով չես կարա դա ասես։ Tesla-ի պարագայում, օրինակ, ինքը ուռևինը եթե անցավ, միջինով $2 գնալու է, բայց $2 շարժը Tesla-ի համար դա քիչ է։ Ասես $2 վեկալել եմ, օքեյ, վատ ես արել։ Հիմա այդտեղ է հարցը, որովհետև դու կարաս մենակ $1.5 ծախսես Tesla մտնել հելնելու վրա։ $2 եթե վեկալում ես, մաթեմատիկատ վատնա դառնում։ Հա։ Իսկ իր մտնելու գնի եւ դուրս գալու գնի միջոցով հնարավոր չի ավելի այսպես պատկերացնել տոկոսային տարբերությունը։ Չէ։ Միջինով հաշվի 1% ամեն մի թուղթ տատանվում է в среднем։ Իր գնի 1%-ը։ Եթե կա նորություն, դա կլինի արդեն 1.5-2-3%։ Այ как раз այդ в среднем 1%-ը դա մի ATR-ն է։ Просто թուղթ կա վոլատիլնի է, այդ թուղթ կա վոլատիլնի չի, ով որ վոլատիլնի չի, կարող է 0.6%-ն է իր միջինը օրվա տատանումը։ Դրա համար ճիշտ է խոսալ ATR-ով, որտեղ ամեն դեպքում 0.6-ից 1% դա 50%-ից ավել տարբերություն է 0.6-ի վրա։ Ինչպես է ապահովում դիվերսիֆիկացիան։ Նոր էլի խոսում։ Ինտրադեյում դու դիվերսիֆիկացիայի խնդիր չունես, դու ես հստակ քո ելք, մուտք։ Ընդհանուր օրինակ մի օրվա մեջ դու ինչքան միջոց կարող ես դնել trade-ի վրա կամ մնացած ինչով ես ընդհանուր trading դիվերսիֆիկացնում։ Օրվա ընթացքում մենք ունենք risk management-ից, հա, եկած ինչքան ենք մենք պատրաստ կորցնել մի trade-ի մեջ, ինչքան ենք պատրաստ կորցնել օրվա մեջ, ինչքան ենք պատրաստ կորցնել շաբաթվա մեջ, ամսվա մեջ, տարվա մեջ, կվարտալ։ Դրանից կախված դու արդեն որոշում ես, թե դու ինչ ես անում։ Այդ օրվա trade-ը կամ մի trade-ը դա քո ամենալավ setup-ի համար է։ Դες դու ունես A+ setup, ընդհանրին դու պատրաստ ես դե կորցնես $100։ Ինչքան գումար դու կարաս աշխատես $100 ռիսկի դիմելով, ոչ թե $100 ծախսելով, այլ $100 ռիսկի դիմելով։ Կարաս աշխատես $300, $500, $1000։ Արժի $100 ռիսկի դիմել $1000 կամ $500 աշխատելու համար, իհարկե արժի։
Բայց երբ կարաս դու դա անես, երբ որ դա քո ամենալավ սեթափն է, այսինքն все звезды сошлись, идеальный шторм ասածն է։ Երբ որ քո մոտ սա չեղավ, այն չեղավ, դու իրավունք չունես այդ $100 դիմես ռիսկի։ Դու կարաս օրինակ, չգիտեմ, եթե սա B տիպի setup է, հա, օրինակ եմ բերում, ինչ կարա լինի B տիպի setup։ Վատ եմ քնել, այսօր 5 ժամ եմ քնել, ես այսօր իրավունք չունեմ իմ մաքսիմալ ռիսկը օգտագործեմ, որովհետև ես լինելու եմ իմպուլսիվ։ Ոնց եմ որոշում, լավ եմ քնել, թե վատ եմ քնել։ Ձայնագրում եմ քունս, դա զգացողությամբ չի։ Ամեն ինչը պետք է հիմնված լինի օբյեկտիվ մետրիկաների վրա։ Կամ ընդհանուր շուկան ընկնում է, իսկ ես պետք է առնեմ, որովհետև նորությունս պոզիտիվ է։ Ինքը A+ setup-ը չէ բնականաբար, որովհետև ընդհանուր շուկայի տրամադրությունը նաև խանգարելու է այս թղթիս շարժմանը։ Կարամ ես այդտեղ իմ $100 ռիսկը օգտագործեմ գործարքի, իհարկե չեմ կարա։ Իսկ երբ որ ամեն ինչը լավ քնել եմ, սպորտով զբաղվել եմ, լավ սնվել եմ, տրամադրությունս անթերի է, շուկան աճում է, չգիտեմ, Թրամփը մի լավ բան այնտեղ հայտարարել է, ու մի հատ իդեալնի աչոտ է դուրս եկել թղթի վրա, այդտեղ դու ոչ թե 100-ով դաժե պետք է մտնես, մի հատ 100-ով մտար, գնացիր պլյուս մի հատ 200-ով ավելացար, գնացիր պլյուս մի հատ 300-ով ավելացար, բայց այդ սաղ ավելանալը արդեն այդ դեմից այդ 100-ի վրա ինչ որ դու եկամուտ ես արել, դրա հաշվին է։ Շատերը երբ որ մինուս են գնում, հա, իրանց մտած կետից սկսում է գնալ իրանց հակառակը, усреднение կոչում, սկսում են усреднение անել, դա շատ վատ է։ Как раз տենց մարդիկ կորցնում են կապիտալներ։ Մենք ասում ենք հակառակը, եթե գնում ես քեզ հակառակ, կամ արագ ազատվի պոզիցիայից, կամ քչացրու պոզիցիայդ, մի թող մեծ պոզիցիա մինուս գնալու համար։ Բայց երբ որ գնում է քո ուղղությամբ, դա կոչվում է sizing։ Ավելացի մեջ է, որովհետև միջև իմպուլսը գնում է, դու եկամուտիդ հաշվին ես ավելանում, դու քո համար նոր ռիսկեր չես բացում։ Ամեն մի ավելացածը արդեն ստեղծված եկամուտի հաշվին է։ Ու մենակ sizing-ի հաշվին դու կարաս վերջում $100 մուտքով ունենաս $1500 եկամուտ։ Անընդհատ խոսում ենք այսպես լավ նորություններից։ Դա նաև նեգատիվ կամ վատ, բայց օրինակ ոնց է այդ դասակարգումը լավ ու վատի ու ինչքան է պետք այդ ամեն ինչը այսպես խորացած հասկանալ, որովհետև շատ հաճախ լինում է նորություններ, որոնց առաջին հայացքից ռեակցիան չի բռնում շուկայի իրական ռեակցիայի հետ, որովհետև բաներ կա իրենք նախապես հաշվի են առել եւ այլն։ Ոնց կարդալ նորությունները։ Ընտիր հարցը, նայեք։ Ամենաառաջինը հիշում ենք, միշտ կան բաներ, որ միշտ գլխում պետքա պահես, կամ մաթեմատիկայում, ֆիզիկայում, երբ որ ինչ-որ բարդ խնդիր ես լուծում, допущение ես, ճան, ասում ես, допустим, тело находится в вакууме, նրա համար, որ մնացած ուժերը այդ պահին իր վրա հաշվի չառնես ատմոսֆերное давление եւ այլն, հա, հեշտացնես դրի, հիմա միշտ այլ հավասար պայմաններում։ Հա, հիմա միշտ գլխի մեջ պահում ենք մի գաղափար, որ շուկան շարժվում է սպասումների վրա, օրինակ աճում է սպասումների վրա, իսկ по ֆակտու, երբ որ արդեն փաստը արձանագրվում է, ինքը կամ կանգնում է կամ ընկնում է։ Խի նորությունը դուրս եկավ։ Դե սպասում ենք, որ օրինակ X կամպանիան պետք է անի 10 միլիարդ revenue։ Սպասման վրա աճեց։ Օրը եկավ հայտարարեց, չի արել 10 միլիարդ, արել է 8 միլիարդ։ Պասուց ինքը արել է այդ վռուճկան, բայց արել է ավելի քիչ, քան սպասում էին։ Ընկավ։ Որովհետև ինքը սպասումների վրա միջև այդ ամիսների ընթացքում աճել էր ավել, քան կար։ Կամ մարդիկ կարդում են աճոտը, որտեղ որ ասում արել է 11 միլիարդ, բայց մենք հաշվի ենք առնում, որ դա արդեն անցել է։ Ու չեն կարդում guidance-ը, որտեղ որ ասում է մյուս կվարտալը մենք ունենալու ենք խնդիրներ, ու մենք կարծում ենք, որ դաժե 50%-ը չենք ապահովելու։ Այսինքն ապագայի վրա իրանք լավ բան չեն խոստանում, то есть աճոտը դուրս է եկե պոզիտիվ, ավելի լավ, քան սպասված էր։ Ու մարդիկ այդքանը կարդալով ասում են, օ, պետքա հեսա աճի։ Ու չեն կարդում, որ կա guidance, ու չեն նայում guidance-ում ինչ ասում։ Շուկան ընկնում է, հետո ասում են ոնց լավ նորություններ դուրս եկե ու սենց եղավ։ Ես հիշում եմ նույնիսկ այս վերջին մի տարվա ընթացքում էր Nvidia-ն դուրս էր եկել մի փոքր ավելի լավ, քան սպասում էին, բայց աճ չեղավ, ընդհանրապես մի փոքր էլ նվազեց, որովհետև մարդիկ AI-ից
սպասում էին սպասվածից էապես գերազանցող աճ, ինչը չէր եղել։ Այո, փոքր սպասումներից փոքր ավելի լավը երբեք մեծ արդյունք չի ունենում, դաժե կարա նեգատիվ արդյունքի դա բերի։ Կամ օրինակ եմ բերում, այս վերջերս Օզեմպիկի վերաբերյալ դուրս եկա, որ 2 քանի միլիարդ դատարանով հայց է ներկայացված, որտեղ Օզեմպիկ ամեն շաբաթ սրսկվողները ունեն իրենց մոտ առաջինը քաղցկեղ, ոչ արթնանում են գույրացած, միանք դիշ որ ածլային է սիչատկի գլազը եւ այլն։ Հիմա միանշանակ չի որ դա վատ նորություն է։ Դե ու տենց է, то есть ամեն մի նորություն ունի իր սպეციფიკան, որը որ պետքա մի անգամ կարդալով չես կարա դա հասկանաս, խեմ ասում որ օրինակ պետքա թիմ կամ դու պետքա տենաս դա ոնց է։ Իմ մոտ որ գալիս են սովորելու սկզբից նորությունը ասում եմ կարդացեք, կարդում են ու ասում եմ տվեք ձեր ինտերպրետացիան։ Իրանց ինտերպրետացիան տալիս են, ասում եմ չէ, սխալ եք հասկացա, ինտերպրետացիան սա է, որովհետև կա պատտեքստ, ոնց որ դիպլոմատների տեքստն է կամ ասածն է, պետքա տողատակերը հասկանաս, նույնը ստեղ է։ Ու երբ որ մի նորություն, երկրորդ նորություն, երրորդ նորություն, դու սկսում ես բացատրել ինչի վրա է այդտեղ պետք ուշադրություն դարձնել, արդեն մյուս անգամ երբ որ այդ նորությունը դուրս է գալի, նմանատիպ նորություն, հստակ գիտի ուր նայի ու դրանից ինչ քաղի իր համար, ինչ սպասի։ Հետաքրքիր է, իսկ AI-ը այդ գործը չի կարող անել։ Չնայած ես ասեմ հենց երեք տեսա մի հետաքրքիր այսպես փորձեր արվել, արդեն 2 շաբաթ մի քանի տարբեր մոդելներ դրել էին եւ նրանք այսպես անընդհատ trade են անում ու համարը բոլորը մինուս էին գնացել 2 շաբաթվա ընթացքում ամենակիչ մինուսը ChatGPT 5.1-ն էր այս նորը եւ միայն մեկ մոդել կար որը դեռ ներկայացված չի այսպես գաղտնի մոդել է համարվում մենակ ինքն էր որ 12% պլյուս էր Տեսեք, աշխարհի ամենաեկամտաբեր ֆոնդերից մեկը դա Algo Trading-ով Renaissance-ն է, կարծում տենց է կոչվում, ֆոնդն է։ Algo Trading, այսինքն ալգորիթմների վրա հիմնված։ Ալգորիթմների վրա հիմնված է, դες այնտեղ մարդիկ չեն trade-անում, ինքը համ Բաֆետի Բերշերխետուեից, ոչ բոլորից առաջատար ու տասնյակ տարիներով, դες դա նոր բան չի, հա, դա տասնյակ տարիներով է։ Խի, որովհետև հասարակ մաթեմատիկան ու ստատիստիկան հաղթում է ամեն ինչ։ Դրա համար եմ ես միշտ ասում պետքա օբյեկտիվ մետրիկաների վրա հիմնվես, ունենաս ստատիստические преимущества, այդ դեպքում դու կլինես առաջատար, որտեղ մեծ մասի համար դա բարդ ընկալվող նյութ է։ Մեծ մասը գործում է իմպուլսիվ ու էմոցիոնալ։ То есть եթե դու ձեռք ես բերում այդ преимуществան, դու как минимум 90%-ից առաջ ես։ Դա առաջինը, երկրորդը Երբ որ մենք այդ ձեր ասած փորձի մասին ենք խոսում, դեռ པարզ չի, իսկ ինչ կրիտերիաներով են, то есть ինչ խնդիր է տրվել, ինչ պրոմպտ է տրվել այդ AI-ներին, ու իրանք ինչ էին trade-անում, ինչ մետրիկաների վրա են ուշադրություն դարձնում։ Ես շատ եմ օգտվում AI-ից, прям շատ, բայց ոչ թե որ ինքը իմ փոխարեն որոշում կայացնի, այլ ինքը լինի իմ օպերատորը։ Օրվա մեջ 100 տեղից նորությունը ստանում եմ, որ գլխում չպահեմ Երկար այդ ջուրը չկարդամ, որովհետև կարա ես իմ քանի էջ ամեն մի նորությունը լինի։ Ես օրվա ընթացքում պրոստի ինչ լինք ինձ գալիս է, ուղարկում եմ իրան, ու օրվա վերջում, ասենք չգիտեմ, կես ժամ շուտ, մի ժամ շուտ, միջև շուկայի բացվել է, ասում եմ ինձ մի հատ օրվա սա ուղարկածս լինկերով ռեզումե տուր։ Ոչ թե դու ինձ ասա ինչ անեմ կամ կարծիք հայտնի, պրոստը մի հատ ռեզումե տուր։ Որ սեկտորների վերաբերյալ էր, որ սեկտորում ինչ էին ասում, ընդհանուր շուկայի տրամադրվածություն եւ այլն։ Ինքը ինձ տալիս է ենթադրենք արդեն մի A4-ի չափով կամ ավելի փոքր բան, տեքստ, որը որ հեշտ արագ կարդում ես ու արդեն դու որոշումը կայացնում ես։ Շատ ժամանակ ֆանտաստիկ սխալներ անում, խոսքի չգիտեմ, ասում է Տեսլան, բայց իրականում դնում է Google-ի գինը։ То есть եթե այդ պահին դու չիմանաս Տեսլայի գինը ինչքան է, ոնց որ մոտդ հարց չի առաջանա, ու դու այդ գնի վրա կամ այդ տոկոսի վրա կհիմնվես, բայց երբ որ տենում ես, մենք հենց перепроверяешь, ու ասում ես, ստոպ, դու ստեղ սխալ ես։ Ու ամեն անգամ ինչքան տես բաներ կարա լինի, եթե դու սկսես սլիպոյով դա օգտագործել։
Այսինքն ինքը շատ լավ գործիք է որպես օպերատոր լինելու, բայց ինքը կամ քարտուղար լինելու, բայց ինքը գործիք չի, որ կարող քո փոխարեն որոշում կայացնի ու պրիտոմ դու դրա տակ գումար դնես։ Լավ, բայց եթե հիմա այդ ալգորիթմիկ տրեյդինգով զբաղվող ընկերությունը այդքան հաջող է, իրենք AI-ով չեն, իրենք պրոստը ստանդարտ ստատիստիկա, մաթեմատիկա։ Հա, բայց եթե ամենից ստանդարտ ստատիստիկա եւ մաթեմատիկա է, այդ դեպքում քանի գնում է մարդիկ ավելի քիչ շանս են ունենալու տրեյդինգում հաջողելու։ Տեսեք։ Ինչ է մնացել մարդկանց, էլի։ Հիշում եք սկզբից ասում էի իրական շուկա, մեկ է ոչ իրական շուկա։ Խի ասում որ կրիպտոն դա իրական շուկա չի։ Յուրաքանչյուր մարդ, ով որ տրեյդ իմացել է կրիպտոից, հետո մտնում է իրական շուկա, երկար ժամանակ չի հասկանում ինչա կատարվում։ Ասում է օրինակ, ամենատես տարածված հարցերից մեկը։ Ասում է խի միանգամից բիրժայում տրեյդ չես անում։ Ասում ի՞նչ է նշանակում միանգամից բիրժայում տրեյդ չես անում։ Ասում է դե օրինակ Binance-ը ո՞նց է։ Բացատրում ես, ասում ես իրական շուկան տենց չի, իրական շուկայում կան բազմաթիվ բորսաներ ու կան բազմաթիվ բրոկերներ։ Ամեն մի բրոկերը քեզ թույլ է տալի տրեյդ անել, օրինակ բացել, առնել այս բիրժայից, վաճառել այն մյուս բիրժայում։ Դու տենում ես բոլոր բիրժաների պահանջարկն ու առաջարկը մի տեղ։ Այսինքն բորսան ինքը չի տրամադրում տերմինալ, ինքը նաև բրոկեր հանդես չի գալի, որտեղ այդտեղ կա կոնֆլիկտ ինտերեսով։ Չի կարա նման բան նորմալ աշխարհում լինի։ Իրական բիրժայում մենք ունենք ինքը 24 ժամ չի, մեկ, ոնց որ Forex-ը, մեկ էլ կրիպտո բիրժան։ Ինքը շաբաթը 7 օր չի, ոնց որ Forex-ը ու կրիպտո բիրժան, հա։ Ինքը ունի post market, pre market, regular session։ Հիմա ռոբոտները algo trading-ը հիմնականում չի աշխատում պրեմարկետում, խի, որովհետև լիկվիդնեսը ցածր է, յուրաքանչյուր սկվիզ կարող լինի, դա շատ լուրջ խնդիր է ռոբոտների համար, ու որ չկրկնվի նույն 2007 թվականի, երբ որ ալգորիթմները կակրաս այդ սկվիզը առաջացրեցին, այդ խնդիրը չառաջանա, то есть կա կանոն, որ ալգոն չեն աշխատացնում հիմնականում ոչ օֆիցիալ սեսիայի ժամանակ։ Ալգոն չեն աշխատացնում, երբ որ շուկան նոր է բացում ու վոլատիլիտետը շատ բարձր է, որտեղ ռիսկերը շատ մեծ են։ То есть մենք մտնում ենք այն ժամանակ, որտեղ որ մենք ունենք преимущество, իսկ մեր преимуществան այնտեղ է, որտեղ որ մնացածը աշխատում են չմտնել։ Հա։ Այլ տեղ էլ կակրաս հենց առաջանում է, այդ որ ասում եմ դիսբալանսը առաջանում պահանջարկի ու առաջարկի, այդ օրինակ պրեմարկետի սեսիայի ժամանակ։ Կամ երբ որ թղթի վրա նորություն է, մեծ մասը ռոբոտների վսակաչստոտնի չեն աշխատում։ Կան մի քանի տիպի ռոբոտներ, որոնք որ breaking news են trade անում, իրանք նոր աշխատում են, բայց իրանց հետ կոնկուրირվեցի այդ պահին բարդ չի, որովհետև իրենք ինչ-որ ավել բան չեն անում, որը որ դու ես ամ կարող է մի միլիսեկունդ, 2 միլիսեկունդ ավելի արագ են քեզանից նորությունը, նորության սենտիմենտը հասկանում ու գործարքը բացում, բայց դա մեկը այնքան մեծ преимущество չի, որ դու չհասցնես դա անես։ Լավ, մի փոքր էլ խոսենք, այսպես շուկայի տրամադրությունից, այս տարին ավարտվում է, AI-ի շուրջ թեմաները չեն հանգստանում։ Նու մենք կարանք արձանագրենք, որ այս տարվա հիմնական լոկոմոտիվը եղել է AI-ը։ Ու ոչ թե մենակ նորությունների դաշտում, այլ նաև ամեն մարդ իր վրա զգացել է AI-ի ուժը, sense ասեմ, որովհետև իրականում դա բավականին մեծ ուժ է։ Լիքը մարդ էլ տուժվել է, որովհետև պատվերներն է քչացել։ Նաև կա այդ բանը աշխարհի մեծեր ինվեստորները բաները խոսում են նրա մասին, որ 30 թվականին, մինչև 30 թվական նորմալ աշխատանքային ռեժիմը դառնալու է 3 օր, 5 օրվա փոխարեն։ Հիմա այս տարի ոնց որ 10-ից 8 տարվա մեջ մենք ունեցել ենք նախատոնական ռալի, հա, ամերիկյան շուկայում, տենց հասկացողություն կա, предновогодняя ռալի, ու ինձ թվում է այս տարի մենք եւս դա կտեսնենք։ Կարող է ինչ-որ մի հատ ատկատ լինի, հետո նոր մենք դրան գնանք։ Ամեն դեպքում այս պահին ես քեշ եմ դուրս եկել ամբողջությամբ ու սպասում եմ, որ գոնե ինչ-որ մի քիչ ավելի կարեկցիա լինի, նոր դրանից հետո մտնեմ այդ ռալի մեջ։ Յուրաքանչյուր ժամանակ դա կարա փոխվի,
որոշումը։ Ես ամեն օր շուկայի մեջ եմ, ամեն օր, то есть intraday trade-ը անելուց նաև նայում եմ մնացած մտքերս վերաձևակերպում եմ ու եթե պետք է մյուս պորտֆելներում ինչ-որ բան փոփոխել, դա փոփոխում եմ։ Այս բանը քեշի մեջ եմ, երեք եմ դուրս եկել քեշ, որովհետև ակնհայտ էր իմ համար, որ պետքա լինի հատկատ ու այդ հատկատը եղավ։ Ասեցի, որովհետև գնացել է 16-17%, պրոստը մի հայտարարության վրա, որ Nvidia-ի ղեկավարությունը ասել է, որ ядерный էներգետիկան դա AI-ի ապագան է, դա մենք գիտեինք ու դրա համար օկլոն տարվա մեջ աճեց 10 անգամ։ Տարի ու կեսվա ընթացքում կամ 2 տարվա ընթացքում աճեց շատ ավելի շատ։ Բայց объем չկար, то սովորաբար ենթադրենք, եթե անում է 10 միլիոն оборот, արել է 5 միլիոն оборот։ Следовательно, բայց գնացել է 16%։ За счет чего это топливо? То есть топлива не было. Если топлива не было, ուրեմն էներգիա չունի շատ գնալու։ Հետևաբար ֆիքսեցի, որ այդ պահին քանի դեռ անսպասելի ունեցան կարճ ժամանակում 16% աճ, բնականաբար այդ ամեն ինչից դուրս եկանք, մի օրվա մեջ 16% աճ։ Ված չի։ Դուրս եկանք, ինքը հետ ընկավ, հիմա կհետևեմ։ Ես ուզում եմ ինքը հիմա 105-106 դոլարի կողմերը պետք է լինի։ Ես սպասում եմ գա 90-99 մոտ, ինչ որ մի բան 80 քանիս, այդտեղ կմտնեմ ու կսպասեմ նոր տարվա ռալին։ Կարող է ես սխալվեմ ու ինքը չիջնի 90-ին։ Այդ դեպքում ունեմ այլ մենեջմենտ։ Դες երբ որ կտենամ, որ մեջը ծավալները արդեն մտնում են եւ այլն, բայց ինքը դեռ չի հասցրել շարժվի ու կա դրա համար ինչ որ կատալիզատոր, այդ ժամանակ կմտնենք, բայց այս պահի պլանը օրինակ դա է։ Միշտ պետք է անել ավելի շատ побочный, косвенный, կոնկրետ այն սեկտորը ինչի վերաբերյալ որ կա նորությունը, պետք չի հենց իր մեջ մտնել, որովհետև ինքը լոկոմոտիվն է, բայց իր հետևից կան ուշացող, լագ ունեցող ինչ որ այլ ոլորտներ ու իրան օգտագործել որպես պավադիր, օրինակ Nvidia-ն օգտագործել որպես պավադիր, հա, ու մտնել ядерной էներգետիկայի մեջ, դա շատ լավ ստրատեգիա է երկարաժամկետի համար, որովհետև ядерной էներգետիկան աճելու է միայն AI-ի բումի հաշվին։ Իսկ այսպես մի քիչ ավելի երկար հորիզոնով, ոչ թե մինչև այս տարվա վերջ, այլ առաջիկա մի տարի, 2 տարի օրինակ, ինչ տարի, 2 տարի ինքն բարդ է կանխատեսել է։ Ոչ թե հստակ դետալային կանխատեսումներ, այլ ընդհանուր ուր է գնում, էլի։ Ընդհանուր մենք գնում ենք, եթե տենց ենք նայում, հա, մենք գնում ենք նրան, որ պրոցենտների ստավկաները կրճատում ենք։ Այսինքն փողը պարտքը էժանանալու է, շուկա շատ գումար է մտնելու, կա վտանգ Իրանի հետի պատերազմի, այսինքն ես Ուկրաինայի պատերազմը վրոդի բը գալիս է ավարտի, հա, արդեն ինչ-որ համաձայնության են եկել ստորագրելու, հետևաբար նոր պատերազմը, որը որ չզարգացրեցին, որովհետև կար այլ պատերազմ, ռեսուրս այդքան չծախսեցին Իրանի հետ էր, ինձ թվում է Աստված տա ես սխալվում եմ, որտեղ Իրանը մեր կողքն է, բայց Իրանը վտանգի, то есть մենք այդ պահին վտանգի տակ ենք։ Ու երբ որ շատ ռեսուրսներ նույն Ամերիկայի մոտ բան ազատվի, իրենք միտեղ ուզենալու են այդ ռեսուրսները օգտագործեն։ Հիմա դա Պակիստան կլինի, Իրան կլինի, որտեղ կլինի, то есть որ աշխարհի կետում իրանք դա կզարգացնեն, կօգտագործեն այդ ռեսուրսը, վաղ միսօր պարզ կդառնա, բայց ինձ թվում է, որ մոտակա մի տարվա, 2 տարվա մեջ մենք եւս տեսնելու ենք ինչ-որ մի նման բան, որովհետեւ նաեւ դա գալիս է Տրամպի խառնվածքից ու իր ամբիցիաներից։ Ինքը ասում է, որ ինքը ուզում է ամենտեղ խաղաղություն բերի, բայց մյուս կողմից էլ ինքը այնքան չոր ու ամբիցիոզ է գործում, ասում է կամ սենց ենք անում, կամ իմ ուզածով չլինի, ուրեմն սենց է։ Մանավանդ որ Նոբելյան մրցանակն էլ իրան չտվեցին, սա ինքը խաղաղության աղավնին չի էլ, ինքը հիմա ավելի շատ այս նեղացած բալիկի հոգեբանությամբ է գործում։ Հետևաբար
մի կողմից նայում ես, որ պրոցենտի ստավկաները իջնում են, պետքա լինի պոզիտիվ, բայց ես ամսի 30-ներ սպիկեր էի, այդ վաղ բիտկոյնը 116 էր, 115-116 էր, ինձ ասին, օրինակ ես պրոցենտի ստավկաների նվազելը ոնց եք նայում էլի բիտկոյնին բան կտա, որ աճի, ես ասի, ես չեմ տենում պատճառ, որ բիտկոյնը աճի։ Bitcoin, то есть вообще կրիպտոն պետք է հիմա սկսի ընկնել, որովհետև ոչ մի պատճառ աճի համար ինքը չունի։ Այն ինստիտուցիոնալները, այն ստոքերը, ովքեր որ կրիպտոյի մեջ մեծ գումարներ էին ներդնում ու ես դա տենում էի ստոքում ամեն օրվա ռեժիմով, դες մեր օրինակ ստրատեգիաներից ամենատարածված ստրատեգիաներից մեկը վերջի ամիսների էր, որ մենք տենում ենք, որ poker small cap կամպանիաները treasury էին բաց թողում ինչ որ կրիպտո արժույթով Ես ոչ թե տրադիցիոնալ ֆիատ փող, որ կարողանային կրիպտո գումարներ ներգրավեին իրանց մոտ ու միշտ միջինը 200% կարող ակնկալել, որ այդ կամպանիան մի ժամվա մեջ կաճի։ То есть դա աշխատող վերնագիր էր, դա աշխատող ստրատեգիա էր եւ այլն, մեկ եկավ ինչ որ մի բա, երբ որ այդ նորությունները սկսեցին չհայտնվել։ Այսինքն ինվեստորները, ինստիտուցիոնալ ինվեստորները սկսեցին ներ չդնել էլ կրիպտոյի մեջ, էլ treasury բան չանել։ Հիմնական այդ կրիպտոյի աճը այ դրա հաշվին էր գնում, երբ որ այդ այս գործիքների միջոցով կրիպտոյի մեջ գումար էր լցվում։ Իսկ երբ որ դա չի տեղի ունենում, կրիպտոն ինչի հաշվին պետք է աճի։ Պատերազմի։ Տաքսի բեր, չէ։ Որովհետև օֆիցիալ գնված զենքը կամ ծախսված պատերազմում դա չի կարա լինի կրիպտո, դա կարա լինի ինչ-որ տես փոքր խմբակցությունների բաների, որը որ միշտ եղել է, ոչ մի պահին չի դադարեցվել, այսինքն դա այն կրիտերիան չի, որը որ փոփոխվել է։ Դա ինչ ծավալի կար, նույն ծավալի էլ շարունակվելու է լինել։ Ու в итоге մենք ինչ տեսանք, ընկավ մինչև 80 քանից 90 բուկվալն է էդ իմա սպիկեր լինելուց մի շաբաթվա, երկու շաբաթվա ընթացքում։ Հիմա բան չի փոխվել։ Ես ամեն օր նորությունները կարդալուց, տրեյդ անելուց չեմ տենում, որ վերադարձել է ինստիտուցիոնալների կողմից այդ նույն բանը, ընդհակառակը շատ կազմակերպություններ, ովքեր որ ունեին իրանց բաներում, ռեզերվներում բիտքոին եւ այլն, սկսել են ազատվել այն MicroStrategy-ից սկսած եւ այլն։ Դա ոչ մի ձև պոզիտիվ չի։ То есть процентный ставкան իջավ, չաճեց, պոզիտիվը չեղավ։ Ոնց դու սպասես, որ ապագայում դու ունես պոզիտիվ, չունես։ Լավ, իսկ բայց կարա յուրաքանչյուր բայ փոխվի։ Հա։ Իսկ ինչ ոլորտներ կան ոլորտներ, որոնց այս պահին արդեն հետևում ես 2026-ի համար, որ կարող են հետաքրքիր բաներ հետաքրքիր։ Ինչը որ կախված է AI-ի հետ։ Հիմա կամպանիայի անունը կբարթանա, դες չեմ մտաբերի որ ասեմ, բայց կա կամպանիա օրինակի համար, որը որ ստարտափ է սկսել, դեռ IPO չի արել, որ կոսմոսում Data center սարքի։ Data center-ը սարքում, որտեղ որ արևը ավելի էֆեկտիվ է աշխատում եւ այլն։ Դա մեկ։ Դες դու արդեն նայում ես, որ ուղղությամբ կարա հետագայում զարգանա։ Այսինքն AI-ին սնուցող էներգետիկայի սեկտորը, այսպես ոլորտում դառնա, ով կարա իրանց առնի ու դառնա իրանց համար կոնկուրենտ։ Մեկը Մասկը, որովհետեւ Մասկը ուղիղ կոսմոսի հետ գործունեություն ծավալող մարդ է։ Վաղը մյուս օր ես սպասում եմ նորություն, օրինակի համար, որ այս կամպանիան կամ գնում է, կամ Պագլաշյանում իրենց, ոնց որ օրինակ Twitter կամ ինչ-որ մի բան մենք տեսանք Մասկի կողմից։ Մյուսը Nvidia-ն, որը որ եւս գիգանտ է ու կարա իրան թույլ տա նաեւ դա ձեռք բերի ու ունենա ինչ-որ преимущества մնացածի նկատմամբ։ Նույն ձև ядерный էներգետիկան, որովհետեւ NN-ին մեկ էլ Oclon, դա երկու ստարտափներ են, ովքեր որ միկրո բաներ են, գեներատորներ են պատրաստվում ստեղծել, հայ разработка են անում ядерный էներգետիկայով, то есть ամեն մի, չգիտեմ, այս չափի սարքը մոտ 20 տարի կարողանալու է ապահովի հոսանքով ենթադրենք մի հատ տուն։ Այսինքն ապագան դրա մասին է։ Դու կարողանալու ես դա օգտագործես կոսմոսում, դու կարողանալու ես դա օգտագործես սարի գլխին, որտեղ որ հոսանքի կոմունիկացիա բերելը բարդ է եւ այլն։
ու դա քեզ պետք է լինելու նաև AI-ների մեջ։ Հետևաբար մյուս սեկտորը, որը ինձ շատ հետաքրքիր է, դա կակրաս այդ ядерный ստարտափներն են, ոչ թե արդեն գոյություն ունեցող եւ այ հենց ստարտափները, որտեղ այդ ստարտափներին կամ կգնեն, կամ իրանք պրոստը կունենան էքսպոնենցիալ աճ։ Բայց կարևորը իսկ ոչ AI related ինչ-որ սեկտորներ կան, որ դե մի պայ ես մտածում էի, որ չարթարացվեց, я до этого не дожил, կոպիտ ասած, տարիներ առաջ, երբ որ նոր զարգանում էր electric vehicle այդ սեկտորը, ես մտածում էի իրանց հետ կորելացվող այդ ակումուլյատորները ուտիլիզացիա անող կամպանիաների վրա էի կենտրոնացել, մեկը լիցի դաբվայշի։ В итоге լիցիի գինը ընկավ ու SQM-ներ ու ինքը տենց երկար տարի մնաց ցածր գնի վրա, ես շատ երկար SQM-ում մնացի, в итоге ինքը ճիշտ է զարգացավ ու զարգացավ այս վերջի ամիսներին, երբ որ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկան պետք է սա լիցի դաբվայշիների մեջ ինչ-որ մասնակցություն ունենա։ Բայց մինչև այդ տարիներով ես մնացի այդ SQM-ի մեջ, չնայած շատ ավելի արագ աճ էի ակնկալում։ Ու եթե դիսկոնտավորմամբ նայես քանի տարի եմ ես սպասել, այս իմ արած եկամուտը գրեթե եկամուտ չի։ Էլ ինչ։ Այդ ուտիլիզացիան է տենց է չեղավ, եւս այդ սեկտորը չզարգացավ, չնայած կա դեռ հավանականություն, բայց ամեն դեպքում ես այդտեղից քեշ դուրս եկա, որովհետև ես համարում եմ դա չհաջողված իմ պրոյեկտներից մեկը մյուսը, որ ես շատ եմ սպասում, դա պսիլոցիբինի մեկի LSD միկրոդոզինգն է, որը որ կան բիոտեխնոլոգիչի կամպանիաները, օրինակի համար NMMD-ն կամ ինչ-որ մեկը, որոնք որ ֆանտաստիկ արժեզրկվել են այս պահի դրությամբ, երբ որ ես իրենց մեջ մտնում եմ, իրենք այդ դրա նկատմամբ 100 անգամ գծետը կամ 80 անգամ արժեզրկվել են։ То есть ինչի՞ բայց որտեվ խի ես մտնում, որտեվ կար ինֆորմացիա, որ իրանք երկրորդ ֆազան արդեն իրանց դեղամիջոցի հեսա ունենալու են դրական արդյունք, հետո գնալու են երրորդ ֆազային, FDA approve-ը տալու, то есть FDA approve-ը տիպը արդեն ապահոված է։ Ու ես քանի որ բիոխակինգի մեջ տենց շատ տարիներով խորացած եմ, հետևում եմ եւ այլն, իմ համար այդ սեկտորում ամեն ինչ շատ հասկանալի էր։ Ու ես համարում եմ, որ հավանականությունը կա, որ FDA approve-ը կտա։ Հետո ոչ գնացին երրորդ ֆազայի, ոչ էլ FDA approve տվեց, ու ես արդեն չեմ կարող ասեմ, 7 տարի է, 8 տարի է, ինքը մենակ ընկնում է։ Այսինքն ակցիաների մեջ մի հատ բան կա, որ պետք է դրանից տեղյակ լինես, կա split ու կա reverse split, հա, օրինակի համար Tesla-ն աճեց հասավ $1000-ի, մարդկանց համար թանկ էր, split արեցին, չէ, չեմ հիշում, մեկը 10-ի կամ ինչքան էլի դարավ ենթադրենք $100 դարավ հասանելի մարդկանց։ Ու կա reverse split, երբ որ ինքը շատ է էժանանում, իրան մի քանի ակցիա միացնում են իրար, որ ինքը թանկանա, որովհետև նույն Nasdaq-ում նայսում կա կանոն, եթե դու օրինակ $1 ցածր ես կամ $0.5 ցածր ես քո գինը ու SSS կրիտերիաները չես ապահովում, դու դելիստ ես լինում։ Ու այդ կրիտերիաներին համապատասխանելու համար կամպանիաները անում են reverse split։ Սովորաբար որ reverse split-ը լինում, դրանից հետո մի քիչ աճում է, դա էլ է ստրատեգիա, օրինակ մենք ընտրում ենք դա ինչ-որ մի trade-ի պրոֆիլ է։ Եթե ես ուզում եմ իրան pre-market-ում trade անեմ, ուզում եմ ինքը լինի low float, ուզում եմ վերջերս ունենա reverse split, SSS ու ունենա sense նորություն։ Все звезды сошлись, այստեղ ես կարող եմ ակնկալեմ 100-200% աճ, օրինակ։ Հիմա նույնն է։ Այս թուղթը երևի 4 անգամ վերջի տարիներին եղավ reverse split, то есть որտեղ որ ինքը ենթադրենք ընկնում էր $1, դու իրան առել ես $20-ով։ Ինքը ընկնում է $1, reverse split-ը լինում մեկը 12-ի, դառնում է $12, $12-ից դառնում է եւս $1, reverse split-ը լինում մեկը 18-ի, էլի դառնում է $18, բայց այդ արդեն այդ նույն 18-ը չէ, այդ քանակով ակցիաները քչացել են։ Հետո էլի դառնում է, չգիտեմ, $4-5, հետո էլի reverse split են անում ու հիմա իր արժողությունը այդքան reverse split լինելուց հետո հիմա իր գինը $13 է, որը որ բարձրացել է $7-ից։ Այսինքն մարդիկ ովքեր որ $7-ով հիմա այս վերջերս չմտել էին, իրանք 1-2-ի եկամուտի մեջ են։
Բայց на самом деле ինքը այդ reverse split-երով քո իզնաչալ իր մեջ ներդրումը դու կորցրել ես գուցե 80-90%-ով։ Կան տենց դեպքեր, դրա համար դու իրավունք չունես մեծ գումարով մտնես տենց կասկածելի, ես խիասի ինչքան ենք մենք պատրաստ դիմել ռիսկի, հա, ենթադրենք դու ունես $500,000, դու չես դնելու դաժե 100,000-ը նման թղթի մեջ։ Դու այդտեղ կարող ես դնես, չգիտեմ, 10,000, 20,000, այն բանով, որ ինքը եթե աճի, ինքը քեզ կբերի $500,000, 200,000, բայց ոչ թե տենց 20,000-դ կդառնա 40,000։ Դες այդ լոգիկայով տենց թղթերի մեջ դու իրավունք չունես մտնես։ Դրանք են որ տենց շատ կասկածելի գործարքներ են, որը որ կարա կրակի ու դու կլնես լավ, կարա ընդհակառակը դառնա 0 ու դու պետքա դրան պատրաստ լինես։ Շատ այսպես երկար կարող ենք դեռ խոսել, բայց որպեսզի ամփոփենք, շատ մարդիկ երևի նաև այսպես մտածում են, հետաքրքրվում են, փորձում են հասկանալ ինչ է, մտածում են արդյոք արժե խորանալ տրեյդինգի մեջ թե չէ, այսպես ընդհանուր ինչ որ խորհուրդ կամ կանոններ կարող ես իրենց տալ, ոնց հասկանան արդյոք արժի մտնել, չարժի եւ եթե արժի, ինչ կանոններ կան, որ պետք է անպայման հետևեն։ Տեսեք, ինձ կհասկանան երեխատեր մարդիկ։ Եթե ունես աղջիկ, օրինակ, աղջիկդ կտաս գիմնաստիկայի դաշնամուրի բանի, որ ձևավորի արտաքին, ճաշակ, էսթետիկա եւ այլն, հա, մշակույթ զարգանա, եթե ունես տղա, կտաս բոքս, կարատե, ֆուտբոլ, որ թիմային հասկացողություն ունենա եւ այլն, չէ՞, կամ բաներ, որ դու չես տալի, որ ինքը ֆուտբոլիստ դառնա, դու տալիս ես, որ ինքը ձեռք բերի սկիլեր։ Հիմա նույնն է, եթե դու ուզում ես դառնալ հաջողակ յուրաքանչյուր ոլորտում, դու պարտավոր ես մտնես տրեյդինգի մեջ, խի։ Այնքան նորություն, բայց իրական տրեյդինգի մեջ, այն չէ ինչ որ չգիտեմ, կրիպտոյա, էսա, այնա, որ չէ, մենք խոսում ենք իրական ինչ որ TV-ով, կինոներում, բանում տեսնում ես, Wall Street հասկացողություն իրական, այ դրա մասին է խոսակցությունը։ Խի, որովհետև դու տեղյակ ես լինելու բոլոր նորություններից։ Դու զարգանալու ես ու կրթվելու ես։ Դու ձեռք ես բերելու դիսցիպլինա, դու ձեռք ես բերելու մտածողություն։ Ոչ թե պրոստը, այլ քո մեջ զարգանալու է pattern recognition skill-ը, որը որ ամենակարևոր բաներից մեկն է։ Критическое мышление, համբերատարություն, դու սովորելու ես համբերել, կոպիտ ասած սկսելու ես տարբերել լավը վատից, փոխվելու է քո շրջապատը, որը որ եւս շատ կարեւոր է։ Սկսելու են հետաքրքիր այնպես բաներ, որոնք որ միջև այդ հետաքրքիր չեն։ Յուրաքանչյուր մարդ մեր թիմից այսօր եթե դու նայում ես, այս թիմ ես ասում եմ իմ ուսանողների ու ընկերների ժողովրդին, հա, իրանք Instagram թերթելու փոխարեն թերթում են Twitter, Bloomberg, Benzica, Finviz, в общем, եւ այլն, բայց ոչ թե Instagram։ Յուրաքանչյուրին այս պահին կանգնացնես հարցնես, օրինակ չգիտեմ, 3 ամենաթույն նորություն աշխարհում, որ դուրս է եկել ինչի մասին էր, քեզ կասեն։ Բայց հասարակ մարդուն կանգնացրու, հարցնում բանկի օպերատորին, հա, բանկի այդ պատուհանի մոտ սպասարկող մարդուն։ Ասա օրինակի համար 3 ինչ նորություն է դուրս եկել։ Թրամփը ինչ ասե, կամ չգիտեմ, Չինաստանում կամ Կորեայում կամ ում չեն կարա պատասխանեն իրանց համար, իրանց ամեն օրը նման է երեկվա օրվա ոչ թե գործողություններով, այլ դաժե սենտիմենտով։ Իսկ դա քեզ միանգամից տարբերում է 95%-ից քո շրջապատում։ Դա քեզ տալիս է преимущество։ То есть դու եթե ունենում ես այդ skillերը, որը որ հատկապես կարևոր են տրեյդերի համար, դու յուրաքանչյուր ոլորտում այդ մեթոդները, այդ մոտեցումները եթե կիրառես, դու կունենաս առավելություն։ Դու կհաջողես։ Հաջողելը ոչ մեկ չի ասում միանգամից միլիոն աշխատես, բայց դու հաստատ կտարբերվես, քեզ կնկատեն ու դու կունենաս աճ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար։